օրիդ, որքան օրհնյալը, որ լսում ես ամեն օր Աստծո խոսքը ժողովուրդ ջան, Տիրոջ խոսքը, որքան օրհնյալը։ Իրապես շատ անգամ մարդիկ չեն պատկերացնում, որ ինչ բան է աչքի ցանկություն ժողովուրդ ջան։ Այո, ինչ համար մարդիկ փոխվում են, ինչ համար մարդիկ, որտեղ մարդիկ տեսադաշտ են տեսնում ժողովուրդ ջան, ինչ համար մարդիկ հորտ ուզեցին, ինչն էր պատճառը։ Միշտ մարդ ուզում է, որ մի հատ տեսադաշտ ունենա, որ ինչ-որ մի բանին պաշտել ժողովուրդ ջան, երբ որ մարդիկ շատ անգամ մի բան տեսնում են ժողովուրդ ջան, այո, մարդիկ փոխվում են դեպի ավելի վատ կողմը։ Դա համար Տեր Հիսուսը բերեց ինչ բերեց, բերեց կյանք, խաղաղություն, բերեց մարդկանց սրբությունը, բայց մարդիկ, ասում է լույս եկավ, բայց մարդիկ խավարը սիրեցին։ Ժողովուրդ ջան, դες հավատքի մարդկանց մասին է խոսքը։ Այո, մենք այսօր առօրյա տեսնում ենք ժողովուրդ ջան, թեկուզ մեր կյանքի մեջ, այո, այսօր մենք տեսնում ենք, որ կա պատերազմ։ Բոլոր մարդիկ պատերազմի մեջ են ժողովուրդ ջան։ Այո, շատ անգամ մարդիկ ասում են, այս աշկերը որտեղ պայենք չտեսնի, կամ այս միտքը ինչ անենք, որ մեզի միտ չգա ժողովուրդ ջան։ Ոչ կրած աշկերդ պայես, ոչ կրած միտքդ պայես, որ քեզի միտ չգա ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մարդը ամեն օրվա պատերազմի մեջ է ժողովուրդ ջան։ Համար Տերը օրհնի բոլորիս ժողովուրդ ջան, Տերը օրհնի, որ այո, մենք տեսնում ենք, որ իրապես ինչ համար մարդիկ լույսին չեն ձգտում ժողովուրդ ջան, ինչու մարդիկ ձգտում են խավարը, ինչու ձգտում են, որ ավելի շատ նմանվեն այս խավարը, ինչու մարդիկ ձգտում են ավելի շատ ազատության ժողովուրդ ջան։ Այո, եթե մարդ ունի Աստծո վախ ժողովուրդ ջան, մարդը ամեն ուրեք նույն մարդն է մնալու։ Ուզում ես քո տանդ մեջ, ուզում ես եկեղեցու մեջ, ուզում ես դրսում ժողովուրդ ջան։ Համար Տերս օրհնի սիրելի ժողովուրդ ջան, այս ինչ որ դուք անելու եք ձեր համար ժողովուրդ ջան, ոչ մեկին ոչ օգուտ ես տալու, ոչ վնաս։ Մենակ քեզ կնաս օգուտ եւ վնաս տաս։ Եթե մարդը Աստծո ուզածով չի ապրում, ում դի վնասի, իրան է վնասելու ժողովուրդ ջան։ Մենք տեսանք, երբ որ հրեշտակները, որ ինչ եղավ, վայրը գցեց Տերը, ինչ ում վնասել, իրանք վնասեցին ժողովուրդ ջան։ Իրանք իրանց վնասեցին։ Ոչ մեկին բան չբերեցին, մենակ իրանց ժողովուրդ ջան։ Այսինքն Աստված դրել է լույսը հրեշտակ էին ժողովուրդ ջան, իրանք հրեշտակներ էին, բայց հետարքիր է իրանց միջից բա որտից եկավ այս չարությունը, որ իրանք իրանց բարձր տեսնեին Աստծո ժողովուրդ ջան։ Երբ որ նայում ես, որքան աշխատանք կա տարվել, որքան հրեշտակներ, որ Սատանի հետ ընկանցած, նոր դառավ Սատանա ժողովուրդ ջան, ինք առանց Սատանա չի եղել։ Հետաքրքիր է, իշքան մարդիկ հետևեցին իրան, իշքան հրեշտակներ, իշքան ամբողջ հրեշտակներ հետևեցին այդ չարությանը։ Մեկը չկանգնեցեց հրեշտակի պետին, ասել այս ինչ ես անում, այ մարդ, Աստված է մեծը։ Սանով դու քեզ կվնասես ժողովուրդ ջան, դագարակը մարդիկ հետևան իրան, այսինքն հրեշտակները հետևան իրան ժողովուրդ ջան, եւ ինչ եղան, վնասվեցան։ Հիմա որ տեսել ենք, որ այո, այդ չարը, որ այսօր երկրի վրա է, ժողովուրդ ջան, խավարը, նա արդեն խավարի վրա է, նա իշխում է խավարը ժողովուրդ ջան, նա լույսին չի կրա իշխի, նա մենակ խավարն է իշխում ժողովուրդ ջան։ Եթե քո մեջ լույս կա, նա չի կրա քեզ իշխի, գիտեք չէ՞, սեր ժողովուրդ ջան։ Մի հետարքիր բան կա, որ Աստված իմ ու քո ձեռքը պարզ տվել է ժողովուրդ ջան։ Այն որ քո ձեռքն է, դու պարզ կրած դա անես, սա Աստծո կախված չի ժողովուրդ ջան։ Բաներ կա, որ Աստծոց է կախված քո փոփոխությունը, բաներ կա, որ քեզանից է կախված ժողովուրդ ջան։ Այսինքն մենք գիտենք, որ կա ներսի պատերազմ, որ շատ անգամ մարդիկ մնում են այդ դժվարությունների մեջ, շատ անգամ մարդիկ աղագում են ժողովուրդ ջան։ Բայց կա բան, որ ազատ քո ձեռքն է։ Կուզենաս պարկեշտ հագնվես, կուզենաս չես հագնվես, սա քո ձեռքն է, սրան պետք է չի եսի ինչ աղոթն է ժողովուրդ ջան, սա քո ձեռքն է ժողովուրդ ջան։ Սա ձեռքը կրած դու քեզի ձևափոխես, թե ձևափոխես։ Ներսի հարցը ուրիշ է ժողովուրդ ջան, բայց դրսի հարցը, որ արդեն սա քո ձեռքն է։ Ուզում ես խմես, կուզենաս չես խմես, կուզենաս կծխես, կուզենաս չես ծխես ժողովուրդ ջան։ Այսինքն բաներ կա, որ մենք տեսնում ենք, որ Աստված բերել է մարդկանց ժողովուրդ ջան։ Այն բանը, որ դու կարաս փոխես քեզ, բայց դու չես ուզում։ Կարաս դու պարկեշտ հագնես, բայց դու դա չես անում։ Ինչու՞ համար չես անում։
որտեվ խավար արդեն կամացից իր աշխատանքը տարել է մարդու մեջ Ժողովուրդ ջան։ Այո, մարդիկ երբ որ տեսնում են խավարը փոխանակ ձգտեն լույսին, մի բան էլ ասում է, երբ որ նրանց տեսնում ես, մի բան է դու իրանց հանդիմանես, ոչ թե նմանվես իրանց։ Այսինքն պետք է հանդիմանես տվյալ մարդկանց, ոչ թե դու նմանվես իրանց Ժողովուրդ ջան։ Այո, մենք տեսնում ենք այսօր, սիրելի Ժողովուրդ ջան, որքան մարդիկ ընկել են այս մեղքի չարությունների մեջ, աշկի ցանկություններ։ Ես իմ մի անգամ երևի Պավել աղբեր երևի քարոզում էր 90 տարեկան քույրիկ իր մեջ էլ եղել ցանկություն, երբ որ խոստովանվել է դե իր քարոզի մեջ այդպես լսել Ժողովուրդ ջան։ Մարդա Ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք այս պատերազմը կա բոլոր մարդկության հետ Ժողովուրդ ջան։ Բայց ովքեր որ կարողանում են տիրոջմով, սիր Ժողովուրդ ջան, աղաղեն տիրոջը, լացեն եւ հագարակ կենան մեղքին, կարա շատ դժվար է, շատ անգամ չես կարանում, բայց դու հագարակ ես ուզում կենալ Ժողովուրդ ջան, եւ Աստված էլ տեսնում է քո ներսը։ Եվ Աստված ուզում է քեզ օգնի, որ դու այո սուրբ ապրես, չապրես քո աշկերի ցանկություններով Ժողովուրդ ջան։ Այո, փառք Աստծո, ինչ որ բաներ կա, որ դու ունես, ուզում ես Ժողովուրդ ջան, սա մեղք չի։ Բայց երբ որ մարդու ուշքը միտքը սրա վրա է Ժողովուրդ ջան, Աստծուն թողած իր ամբողջ կյանքը իր վայելչությունը վայելելու Ժողովուրդ ջան, սա ուրիշ հարց է։ Բայց թե մենք տեսանք ինչու համար մերժեցին կանչը։ Ասում եմ, երբ որ հարսանիք հրավիրեցին, ես ուրիշ միտք ունեի, բայց դեռ ինչի բերեսավ է Ժողովուրդ ջան։ Ասում եմ, իրանք մերժեցին, եկան կանչեցին։ Ասես գնացա մենք չենք կրա արդ ենք առել։ Ինչ ենք որ արդ ես առել, սիրելի ուղի։ Նուժեր է քո արդդ կարևորը Աստծուն հրավիր ընդունելու եւ Տիրոջ մոտ գնալու։ Այո, մենք տեսնում ենք արդ առնել, այսօր շատ մարդիկ արդ են առնում, վերջը տերիտորիա են առնում, որ սա մեղքեր չեն։ Բայց երբ որ մարդը մերժում է կանչը Քրիստոսի կանչն է մերժում եւ իր ուշքի միտք այդ արդն ու այդ ամուսնության հարցն է Ժողովուրդ ջան, սրանք ուրիշ հարցեր են։ Դամար Տերը օրհնի, որ մենք տեսանք, այո, մերժեցին, պատճառաբանություններ կար։ Ասեց ես կին եմ առել, չեմ կրա գա, այն մեկը արդ էր առել, այն մեկը ես էր առել Ժողովուրդ ջան, պատկերացրու ինչն է փոխում մարդը այդ կանչի հետ Ժողովուրդ ջան, որ այս ամենը ժամանակավորներ են։ Կինն էլ է ժամանակավոր, այդ արդն էլ է ժամանակավոր, այս ամեն Ժողովուրդ ջան, կին առնել է մեղք, չգիտեք։ Այո, մենք շատ երիտասարդներ ենք խորհրդում, որ երիտասարդներ ջան, վերջը մտածեք ձեր ամուսնության մասին, որ մենք աղոթքենք այնում Ժողովուրդ ջան, այդ ամուսնության հարցով, այսօր շատ երիտասարդներ ուզում են ամուսնանալ, վերջը ընտրության հարց կա, վերջը արկեկներ կա ոմանց, սրանք մեղքեր չէ, որ մարդ ուզում ամուսնա Ժողովուրդ ջան։ Բայց երբ որ մարդը մերժում է այս ամեն բանից Տիրոջը, Տիրոջ կյանք իր մեջից մերժում է Ժողովուրդ ջան։ Սա է ամենացավալի բան, երբ որ մարդը մերժում է իր ներսի Ժողովուրդ ջան։ Դամար Տերս օրհնի Ժողովուրդ ջան, Տերս օրհնի, որ մենք ամեն օր տեսնում ենք, որ այո, մարդը այս տեսա դաշտի մեջ է Ժողովուրդ ջան, աշկերը տեսնում է ու ցանկանում է։ Այո, երբ որ մարդը մի քիչ ուշադիր չի լինում իր կյանքի մեջ Ժողովուրդ ջան, եւ մարդը ընկնում է այսօր այդ դժվարության մեջ, սիրելի Ժողովուրդ ջան։ Այո, մենք գիտենք, որ Ժողովուրդ ջան, մենք ոչ մեկը չենք բարձրանում, իրավունք էլ չունենք, ինչպես եղբայրերը խոսեց, որ իրանք ընկան, մենք չենք լինի Ժողովուրդ ջան, քավլիցը մենք պես բան չենք էլ աղոթում մեր Աստծուն, չենք էլ բարձրանում Ժողովուրդ ջան։ Այո, այսօր կարող շատ տեսնես մեղավոր կանանց տեսնես, վերջը աշխարհի մեջ է, վերջը մեղավոր կինա Ժողովուրդ ջան, մենք այդպիսի մարդկանց էլ չենք դադում, իրավունք էլ չունենք, որտեղ գիտենք բոլորն են մարդ են Ժողովուրդ ջան, բոլորը ընդունակ են ընկնելու վնասվելու, բայց Աստված մի բան ասում, որ տվյալը մարդը դառնա Աստծուն Ժողովուրդ ջան։ Այո, ամեն ջանքերը դրած Տիրոջ գործը, որ երբ որ դու մոտիկանում ես մարդկանց հետ խոսելու, կիսվելու, աշխատանք տանելու, քո ամբողջ մի ցելը մտածմունքը պետք է լինի, որ տվյալը մարդուն օգնես, վեր հանես։ Սա է ամենակարևոր հարցը քո մոտեցումը մարդկանց Ժողովուրդ ջան։ Կարա մեղավորը եղբայր ընկելա դժվարության մեջ, վերջը կարա դու մոդիկանում ես, բայց քո մոդիցումը ինչպես Հոբին, Ժողովուրդ ջան, ինչ արեցին խեղճ Հոբին, չէ՞։
Թե չոբը ցավերի մեջ տառապում էր, վերջը մարդ էր կարա ցավերի մեջ այնքան արժան հասել, որ խեչով արդեն իր հունց է դուրս եկավ Ժողովուրդ ջան։ Վերջը այսինքն իրանք կարող ճիշտ բան էին ասում, բայց էդի տեղին չէր։ Ոբը ցավերի մեջ էր, տառապում էր։ Կարող այսօր քո եղբայրը մի ցավի մեջ է, տառապում է, անգել է, դժվարության մեջ է, այդ դու էլ էտում ես մի հատ չակուճով գլխին ես տալում, ինչին գար։ Էս ինչ ես արել, այ եղբայր ջան, դու քո իշ կորնը ինչ արել։ Քո գործը ո՞րն է։ Քո գործը այդ վերքը տեսնես ու փաթաթես։ Թե չէ մեղադրելը Ժողովուրդ ջան։ Հիշում եմ մի քանի տարի առաջ երբ որ գնացել էի տուն, վերջը եկել էին պես եղբայրներ, մի երիտասարդ եկան, վերջը նստածպես զրույց էինք անում, խոսում էինք եւ կոֆե էինք խմում Սուրբ Ժողովուրդ ջան։ Եվ որ այս երիտասարդ ասեց Արմեն ախպեր կայլակ ու այդ առանձին խոսալ, ասի խոսանք այս ջան, դե տարիքով փոքր էր։ Վերջ ելանք դուրս խոսելու, ասում է դու պատկերացա, քանի տարի է ես ուզում եմ վեր կանգնեմ, ասում է մեկ է չակուճով գլխից տալում են եղբայրները ու նույնց ընկնում եմ ցած Ժողովուրդ ջան։ Այնքան կարևոր է այս մոդեցումը բոլոր մարդկանց, թե քույրիկ կլինի, որտեվ շատ անգամ քույրիկներս էլ ունեն այդ ձև բաներ։ Մոդիկնում են քույրիկները շատ խորհուրդներ են ուզում տալում, բայց շատ անգամ իրանց խորհուրդները վնաս են տալում տվյալ անձին Ժողովուրդ ջան։ Դա համար ամեն բան, երբ որ դու ունես մարդկանց մոդեցում, եթե դու չես կարող մարդկան օգուտ տաս, ավելի լավ է վնասել մի դու, սիրելի քույրիկ, սիրելի եղբայրներ։ Դա համար շատ կարևոր է մոդեցումը մարդկանց, որ դու կարողանաս այս մարդուն օգնես։ Մարդը լացում է, մարդը աղաղակում է իր ներսը։ Եվ այսօր դու չես տեսնում այդ լացը տվյալ մարդու քրոջ եղբոր լացը չես տեսնում, որ դու կարողանաս օգնես։ Այո, մենք ունենք Աստծո տված արտարություն, Աստծո խոսքը լավ գիտենք, Ժողովուրդ ջան, դու պատկերացրու, երբ որ դու ես հիվանդի մոտ, ինչ ես ասում, 7-ը, վերջը անարգին, դրանք դու օգտագործես, մենակ ասելը չի։ Շատ անգամ ես մի եղբայր սպասում եմ, երբ որ մի քույրիկի Աստծո խոսքով իրան դեմ դրեցի, եւ այս քույրիկ հեռացավ Աստծուց, Ժողովուրդ ջան։ Այսինքն հնարավոր է դու մարդկանց ասես, այո, 7-ը, դեղը, բայց Տեր ասում է, էդի ես է գիտեմ, էդի ես եմ գրել ավետարանը, բայց դրանք դու պիտի օգտագործես, ոչ թե մենակ ասես, Ժողովուրդ ջան։ Այո, մենք տեսնում ենք շատ անգամ, որ մարդիկ ավետարանը լավ գիտեն, անգիր գիտեն, Ժողովուրդ ջան, չէ՞։ Շատ անգամ ինչու համար մարդիկ չեն տեսնում, որ իրանք վնասվել են արդեն եւ ուզում են ինչ-որ մեկին օգնեն եւ չեն կարողանում օգնել, Ժողովուրդ ջան։ Ավելի շատ վնասում են։ Ես չեմ ճամարա Տեր ուզում ես բանի խոսենք, որտեղ այո, շատ անգամ սրանք տեսադաշտերը, շատ անգամ շատ մարդկանց հետ որ շփվում է Ժողովուրդ ջան, եւ տեսնում ես, որ այո, շատ մարդիկ այսօր վնասված են, շատ մարդիկ այսօր չեն ուզում պաշտամու գնան։ Վերջը սպասավորներ կան, որոնք մենք ինչ համար ենք, մենք շաբաթօր աղոթում ենք նաև սպասավորներ համար, որ իրանք էլ են մարդ, գիտեք։ Իրանք էլ են մարդ։ Բայց երբ որ մենք տեսանք ինչ համար, երբ որ Պետրոս ինքը այն ոչ լուրջ ճշմարտության մեջ էր, Պողոսը հանդիմանեց։ Չասեց այ մարդ, այս Պետրոսը ինքը վեմ այ մարդ, այս ինչ է։ Չէ, Պողոսը նա հանդիմանեց, ես դու լավ բան չես անում։ Ասես մինչև այդ հրյաները գալ դու ուտում խմում էր, բայց ինչ ավես հրյաները գալ դու դառար արդեն հոգևոր Պետրոս ջան, ասենք արդեն հետ քաշվար Ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք ինչու համար այսօր շատ կարևոր խոսք կա Ժողովուրդ ջան։ Այո, անգիրը գիտես, կարա շատ պաշտամունքներ տաս, կարա շատ տեղեր տաս, քարոզես Ժողովուրդ ջան, բայց մարդը վարմունք չունենա մարդկանց հետ խոսելու։ Կարա երկրի ծայրերը տա, սաղ տեղերը տեսնեն, շատ մարդիկ քեզի տեսնեն, ասում են, ինչ Երաների եղբայր է, ինչ քարոզիչ է, բայց եթե մենք տեսնում ենք մի հատ սովորական վարմունք, Ժողովուրդ ջան, այս վարմունքը չկա։ Որ դու կարաս քո քրոջ ու եղբորդ ճիշտ օգնես։ Ես միտպես վկայություն կար, երևի այդպես քարոզ այդպես, երբ որ մի հարս քույրիկ է Ժողովուրդ ջան։ Եվ այս քույրիկի տուն եկան եղբայրություն ժողովուրդ էին գալու, այս քույրիկը իր ամեն եղածը դնում էր, հյուրասիրում էր եղբայրություն, վերջը ժողովրդին եղած են, վերջը ամեն հացս, վերջը նա հասկանում էր ում էր անում Ժողովուրդ ջան։ Ասում եմ մի օր մի հավատացյալ քույրիկ ա գալու Ժողովուրդ ջան, դա համար ասում եմ քույրիկներ ջան, դուք էլ երբ որ մոտիկնում եք մարդկանց, այդ թողեք այդ արտարությունը, մարդկանց օգնեք, մարդիկ ճիշտ ապրեն։ Կա դու ավետարանը լավ գիտես, բայց դու տես այդ քույրիկդ միգուցե վնասված է, միգուցե նելելու կարիք ունի։ Դա անգամ շատ անգամ մարդիկ այս արտարությունը խոսքերը վերցնելով շատերին Ժողովուրդ ջան կարողանում են նույնս գցեն։
Երբ որ ես քույրիկը գալում ես քույրիկին ես հարց քույրիկին ասում եմ, «Էս ինչ ես անում դու»։ Դու վամսուր սոված կմնա դու էլ քու երեխեք հետ դու սկանոր սանց կերծնում խմծնում ես, ում են կերծում Ժորժան, Հիսուսին են անում իրանք գիտես։ Շատ անգամ մարդիկ չեն պատկերացնում, երբ որ դու անում ես Քրիստոսին եւ Տերը չի տեսնում Ժորժան, տեսնում է։ Ես խես քույրիկը ընդունում է, սկսում եմ մտածել, այ ասում եմ, իսկապես ես ինչ եմ անում, ես Ժորժան, դե մարդա Ժորժան, այսինքն երբ որ դու հետում ես մեկի հետ խոսում ես, շատ անգամ այդ խոսածածը մարդուն վնասում է Ժորժան։ Մարդկանց վնասում է այդ խոսածած եւ մարդը սկսում է ունել տարակուսանքների մեջ։ Հետո երբ որ ես քույրիկը սկսում է այդ տեսադաշտի մեջ սկսում է մտածել Ժորժան, բայց Աստված տեսնում է, որ ես խես քույրիկը ընկավ այդ բանի դժվարության մեջ, ինքը այդպես չէր։ Բայց խոսքեր կա, որ խոսեցին եւ ես քույրիկը չպատկերացեց, որ ինքը ճիշտ էր անում։ Այդ քույրիկն էր սխալը, Ժորժան։ Հետո երբ որ նույն եղբայրներ են գալու իր տուն, Ժորժան, եղբայրներից մեկը լինում է Մարկար է։ Մոտիկնում է այդ քույրիկին, ասում է, աղջիկ ջան, այն ինչ որ դու անում ես, ես տեսնում եմ, արա։ Եվ ես քույրիկը նույն շարունակում է իր գործը, այդ բարի գործը, հյուրասիրությունը Ժորժան։ Այո, շատ անգամ կարա մարդկանց տուն մտնես, սոված դուրս գաս, Ժորժան։ Սա շատ անգամ մարդիկ այս տեսադաշտը չունեն։ Եվ ես քույրիկը շարունակում է իր գործը, երբ որ եկավ պարագավ, սա ամեն ինչ բրծել էր, Ժորժան։ Բան չկար տունելու։ Ժորժան, մենք հայր ունենք, Աստված ունենք։ Եվ Աստված ասում է իր եղբոր միջոցով օրհնեց այս քույրիկին։ Այո, նա է օրհնողը Ժորժան, նա է շտեմարանները բացողը։ Աստված առաջինը մեր ներսն է փորձում, մեզի է տեսնում, մեր կյանքն է փոխելու, որ նոր հետագա ընթացքը Ժորժան։ Դամա շատ անգամ մենք այդ բոլոր այդ խորհուրդների ժամանակ Ժորժան, մենք շատ ուշադիր լինենք։ Այո, շատ անգամ լսում ես, որ քույրիկը սխալ խորհուրդ է տալում տվյալ քույրիկին։ Այսինքն, երբ որ դու գնում ես պաշտամունքների, դու գնում ես մասնակցում ես, եւ դու մտածում ես այնքան դու շատ բան գիտես, տվյալ մարդիկ չեն իմանում Ժորժան։ Շատ անգամ մարդիկ վնասում են։ Համար Տերես օրհնի Ժորժան, Տերես օրհնի բոլորի դել, որ մենք այս հարցերի վրա մի քիչ ուշադիր լինենք, ես չեմ արա Տեր ուզում ես հարցերի վրա խոսենք Ժորժան, ես միտք չունեի։ Շատ անգամ որ ուզում ես խոսել Ժորժան, բայց Սուրբ Հոգին տանում է այն ուղղությամբ, որը տեսնում է եկեղեցու մեջի ցավը Ժորժան։ Այո, ինչու համար չես տեսնում քո եղբոր դժվարությունը։ Ես հիշում եմ մի քանի տարի երբ որ այդ եղբայրը ճիշտ է մի ուրիշ տեղ գնաց, ուրիշ քաղաք։ Հենց եկավ մտա պաշտամունք Ժորժան, ասի եղբայր ջան, չոտը դժվարության մեջ ես, ասես դու ինչ գիտես։ Այ աղբեր ջան, վերջս կան տարի մենք հավատքի մեջ ենք, այ աղբեր ջան, ոնց ինչ գիտես։ Աստված տալում է մեզ այն աչքերը, տալում է, որ մենք նաև կարողանանք տեսնենք եղբոր դժվարությունները եւ քույրիկի Ժորժան։ Տամար Տերես օրհնի ձեզ, սիրելի Ժորժան, Տերես օրհնի, որ դուք ամեն հարցերի մեջ միշտ ուշադիր եք, երբ որ այցելում եք քույրիկի, դու միշտ ուշադիր եք քո խոսքերից։ Դու մի հատ այդ տվյալ անձի ցավը լսա, որ շատ անգամ մարդիկ այդ մարդու ցավը կանգնեցնում են, գիտես։ Միգուցե գնացել ես քույրիկին այցել եւ քույրիկի մեջ դարդ կա, ցավ կա, ուզում ա լացի կոմ, դու ասում ես կանգնի դու դատում ես, այ քույրո ջան, թող մարդ իր ներսը բացի, թափի, մի թողեք կարգ, մի կանգնեցեք Ժորժան այս մարդուն։ Ես մի տաս որ ինձ դժվարություն եկավ, երբ որ գնացի մի եղբոր տուն Ժորժան, դες կորս հերար մի արդեն, որտեղ մի քիչ դժվարություն կար անտատ։ Դե վերջը մարդ տեսենք, ներսդ բացում է, այս եղբայրը կայնավ ինձ հանդիպում եմ, այ աղբեր ջան, թող բրատ ջան։ Այսինքն դու չես տեսնում քո եղբոր վնասը։ Թող քո մարդկային արտարություն, թող այդ արտարություն դրա ասում պետք չէ քո արտարությունը Ժորժան։ Այդ քո ասո խոսք իմանալն էլ պետք չի քեզի։ Դու եղբոր ցավը չես, եղբայր ուզում է լացիկում, ուզում է իր ներսը բացի դու կանգնեցնում ես, ասում ես դադում ես կամ այ աղբեր ջան, այս մարդը տեսնում է, եղբայրը կարող է տեսնում է, այո տեսնում է, բայց իր ներս ցավ կա։ Իր մեջ տառապան կա, այս մարդը ընկել այս դժվարության մեջ շատ անգամ ինչու՞ համար շատ անգամ մարդիկ իրանց վնասում են Ժորժան։ Երբ որ տեսնում են կողից իրանց հասկացող չկա, իրանց լսող չկա, ինչու՞ համար շատ անգամ մարդիկ իրանց վնասում են։ Համար Տերես օրհնի Ժորժան, Տերես օրհնի բոլորի դեր,
որ մենք այս հարցերը մի քիչ շատ ուշադիր լինենք, սա ամենամեծ ավետարանն է։ Երբ որ են ասում երբ որ դու Երիկով սմա բռնին այդ ավազակն այդ խեջին ծեծին, մեռած գցին կերին ժողովուրդ ջան։ Ինչ եղավ։ Էքանը եկավ անցավ ժողովուրդ ջան։ Ուշադիր եղավ, տեսավ, այդ խեջի վերքեր չտեսավ ժողովուրդ ջան։ Այսինքն տեսավ, բայց չտեսնելու պես եղավ։ Էդի ասում ու չգնահատվավ։ Այո, ինչ համար նա վրազնում էր սրա վաղթը ես հետ մեն պաշտամունքի։ Սիրելի քահանա, էսի ավելի կարևոր է, քան թե քու գնալը պաշտամունքի։ Այս մարդը կարող մինչև դու դաս պարզուես մարդը կմեռնի։ Ես ենական ժողովուրդ ջան, երբ որ ես Ռուսաստանի մի քաղաքում էի, եւ մի քիչ հեռու էր, հիվանդանոց հեռու էր, 200-300 մետր հեռավորություն վրա է ժողովուրդ ջան։ Եվ մի հատ մարդ է, խեջը պարգած գոռում է ժողովուրդ ջան, այդ ցենը պատկերացա 300 մետր գալու էր մեզ։ Եվ նայում եմ, ասենք վերջը տեսնում ես հիվանդանոց այդ դուռ է, խեջը պարգած գոռում էր, ճվում էր, եւ տարիքով էլ մարդ է, այդպես շատ հեռու էր, բայց ցենը մինչև մեզ գալու էր կոռուցը։ Սպիտակ շորերով գալում նայում են այս խեջին, թողում եմ։ Ասում եմ, «Այ քեզի բան»։ Այս խեջ մարդը գոռում է, ճվում է, օգնություն ասում, գալում նայում, թողում եմ ժողովուրդ ջան։ Վերևից երկրորդ թագիցերի սպիտակ շորերով, վերևի բժիշկներ էին, քույրեր նայեցին, տեսնում են այս մարդուն, գոռում է, ճվում է, տերողնող չկա ժողովուրդ ջան։ Շատ անգամ քույր եղբայրները այդպես ճվում են, լացում են, տերողնող չկա, մինչև մեռնում է, գիտեք։ Շատ անգամ շատ եղբայրներ մեռել են հավատքի կյանքի մեջ, ոչ ուշադրության կենտրոնից։ Այս եղբայրը դժվարություն ունեցել, բայց օգնություն չի եկել ոչ մտեղ ժողովուրդ ջան։ Օգնություն հավատքի ընթացքին, որ կանես եղբորը օգնես, վեր կանգնի եւ ունենա հավատն ու ժողովուրդ ջան։ Ես իրեն միշկան ժամ անցավ, ժամեր չանցե ժողովուրդ ջան։ Մեկը տենան բերի սպիտակ շորը գցին այս մարդուրը, վсё, բրծավ։ Ասում եմ, այ քեզի բան, Հիսուս ջան։ Ես հավատքի մեջ է 2004 թիվն է ժողովուրդ ջան, Լենինգրադում է։ Ասում այ քեզ բան, այս խեշ մարդը գոռաց, ճվված, մեկ օգնություն չկար, բերի մենակ շորը գցին վրեն։ Նույնպես այսօր հնարավոր է հավատքի կյանքի մեջ մարդը գոռում է, ճվում է, դեռ մեկը դրում է պատժում են, ընչեք պատժում։ Այս մարդը գոռում է, ճվում է, տեսնող չկա, տեսադաշ չկա մարդու ժողովուրդ ջան։ Այսօր շատ հոգիներ այս վիճակի մեջ են ժողովուրդ ջան։ Շատ հոգիներ ունեն վնասվածքներ, եւ գոռում են, եւ ճվում են, եւ լացում են, ողբում են։ Մարդիկ ընկել են դժվարության մեջ են ժողովուրդ ջան։ Վсё, բերում շորը գցում են, բրծար։ Այսինքն դու ընկել ես հավատքից։ Ինչ կենի, բան գելա, բա ինչ կենա, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, ցավալի բան է, գիտես, ես ինչ համար եմ ուզում ես ցավի համար խոսամ, ժողովուրդ ջան, սա ամենալավ ավետարանն է, քո իմացած ավետարանից ավելավ այդ որ դու ընկածին տեսնես, վեր հանես, օգնես։ Սա ամենամեծ ավետարանն է քո կյանքի մեջ, երբ որ Տերը տեսնում է, որ դու սրա մեջ ես, որ դու կարողանում ես մարդկանց օգնես, վեր հանես։ Բարը եղբայրը գա մոտդ լացի, ողբի, վերջը դժվարությունն է, մի բան է դու հանդիմանում ես, բերանը փագում ես, ցենդ կդրա։ Դու դադում ես, ժողովուրդ, շատ անգամ մարդիկ մոտենում են, վերջը տվյալ անձա, ժողովուրդ, այսօր ունենք պես հոգիներ, որոնք վնասվել են։ Մարդիկ ընտանիքի մեջ դժվարություն ունեն, վերջ ամուսնու հետ կախված, վերջը ամուսնուեցի մեջ այսօր կարող անավատ մարդիկ այսօր կարող ման են գալու, շատ բաներ, չարություններ անում, ժողովուրդ ջան։ Գալում ասում են բդիններ ես, գիտես, սկույրիկ ասում է լսալը, եթե քու երեխեն է դու կներեիր, իմ երեխեն չէ, չեմ ներել, բայց դե չես բախես իմ կնձի ասում այդ բանը։ Ժողովուրդ ջան, ներել հարց եկան հեշտ հացա կրանքցենք, ներեք։ Բայց մարդու մեջ դժվարություն կա, ժողովուրդ ջան, մինչև մարդուն չբերես լույսի մեջ կանգնեցնես, այդ հարցը Տերը պետք է անի, ժողովուրդ ջան։ Դու այդ մարդուն այն բանն ես պարտադրում, որ այս մարդը չի կարողանում, այս մարդը հավատքից կգնի քերանա վաբշե։ Իմը քո պատճառով, որ սխալ մոդեցում կա ժողովուրդ ջան։ Առաջինը ոչ թե մարդուն բերում ես ներելու հարց ես բերում, մարդուն բերում ես այն վերքն ես տենում։ Այդ վերքը մինչև չփաթաթես, մինչև Տերը չբուժի, այս հարցը Տերը չի կրում այս մարդու մեջ լուծի ժողովուրդ ջան։ Դա համար Տերը սորտնի որ այո, այսօր մենք ավետարանը լավ գիտենք, ներես բդի, սիրես բդի, շատ լավ բաներ ա, գիտեք ժողովուրդ ջան։ Բայց միգուցե քո եղբայրը սա չի ունի, չի կարողանում։
Դժվարություն կա։ Ինչքան ուզում ես ասա։ Եղբայրջան բդի ներես, եղբայրջան բդի սիրես, այս եղբայրը գիտես ինձ ինչ կասի, կասա եղբայրջան, ես քեզած լավ գիտեմ ավետարան։ Ես կարիք ունեմ վերկերը փաթաթել, ես կարիք ունեմ քո աղոթներ, ես կարիք ունեմ բուժման կարիք ունեմ։ Դու իմ վերկերը մի բան հետարորում ես։ Ես ցավ եմ զգում այդ քո տարորածից, ժողովուրդ ջան։ Համար Տերս օրհնի, սիրասու ժողովուրդ ջան, Տերը օրհնի ձեզ բոլոր, որ այսօր մենք տեսնում ենք, այո, նույնպես եղբայրները, որ խոսում են Տիրոջ խոսքը, ժողովուրդ ջան, սրանք ամենակարևոր հարցեր են, տեսադաշտ։ Այո, աշկը տեսնում է եւ ցանկանում է, ժողովուրդ ջան։ Համար մենք գիտենք, որ մենք ունենք պատերազմ, ժողովուրդ ջան, մենք ունենք պատերազմ եւ այդ պատերազմը այնողով է, ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ կարդամ Առաջի Պետրոս 5-րդ գլխի 8-րդ խոսքը կարդամ, ժողովուրդ ջան։ Առաջի Պետրոս 5-րդ գլուխ 8-րդ խոսքից ես էի ուզում կարդալ, բայց ինչ համար Տերը տարավ այն խոսքերի վրա, ժողովուրդ ջան, որտեղ դրանք ցավալի բաներ են։ Այդպես մարդիկ շատ կան, որոնք պաշտամունքից հեռացել են, որոնք պաշտամունք չեն գնում։ Մեր ոչ լուրջ մոտեցումից տվյալ եղբորը եւ քույրիկի։ Իշը մի անգամ տես քարոզ կա, երբ որ մի եղբայրին ոտը ջարդում է, ժողովուրդ ջան, դե տանում են հիվանդանոց պարգեստում են, մամիկոն աղբեն էր քարոն, շատ էլ լսած կյանեք։ Դե վերջը մի եղբայր հետում այցելության, ժողովուրդ ջան, հետում ես այցել, ինչ համար ես գնում այցելության, հետում ես վերքերը տարորելու համար, ինչ համար ես գնում դու այցելության։ Եթե գնում ես աշխատի շատ անգամ լսա քո եղբոր ցավը, լսա։ Այնքան կարևոր է, որ դու կարողանաս քո եղբորը մինչև վերջ լսես, մինչև վերջի այն ցավը լսես։ Եվ չկանգնեցնես այդ ներսի ցավը։ Եթե կանգնես ցավը կմնա այդ մարդու ներսը, եւ քո հետալն էլ օգուտ չի անի դե։ Երբ որ ես եղբայրը մոդիկնում այս եղբոր վերջ հետում այցելությանը, գնացել է եղբայր այցել, հիվանդի է գնացել այցել, ժողովուրդ ջան, ինչպես հոբին եկան։ Ասում է եղբայր ջան, այս ինչ մեղք ես գործել, որ ընկերես ոտը ջարդել է։ Մեզ խեչ եղբայր պիտի մանգա որ մեղք գտնի, ժողովուրդ ջան, շատ անգամ մարդիկ մեղք են մանգալում գտնեն, որ հաղորդության մասնատեն չմասնան, ժողովուրդ ջան, հաղորդությունը դա մենք մեր շնորհքով չենքետալու։ Մենք գնում ենք Աստծո տված այդ արտարություն եւ շնորհքով, ոչ մեկ իրավունք չունի հաղորդություն մասնակցել։ Դամարս մի հատ քննատես ինչ, այսինքն դու պիտի քննես ինչ բանը հա դու սրա մասը պիտի ինչ տանա այս կարևորություն է հաղորդության, ժողովուրդ ջան։ Այսօր շատ անգամ մարդիկ իրան զրկում են հաղորդությունը, ժողովուրդ ջան։ Ոչ մեկը լավ չի կարող որ դա հաղորդություն տուն, ժողովուրդ ջան։ Այն որ սա դու մտածա, այսինքն դու մտածես ինչ բան է այս հաղորդությունը, ինչ նշանակություն ունի։ Սա կյանք է, երբ որ դու հաղորդ ասում ես նրա մարմնի եւ այրան է, ժողովուրդ ջան։ Այս սա է Տերը ուզում, որ դու մի հատ ռասմիշլատը մի հատ քննես ինչ բան ասա։ Համար Տերս օրհնի շիրը ժողովուրդ ջան, Տերս օրհնի, որտեղ շատ անգամ տեսնում ենք, տեղ ունենք եղբայրին իրան զրկում, ասում են անգամ երբ որ նստած ենք խոսում ենք եղբայր ջան, դու քեզ զրկում հաղորդությունից։ Այսինքն ինչ ասում Տիրոջ խոսքը, ասում եմ մի հատ քննա ինչ ասա, որ դու պետք քննես հասկանալ ինչ բան է հաղորդություն։ Սա է Տեր ասում, որ դու քննես, եթե մեղանչել ես, դու ունես եղբայր խոստովանության։ Եթե զղջում ես, զղջա Տիրոջ առաջ, ժողովուրդ ջան։ Եվ մենք գիտենք, այո կա հագարագորդ, որ մարդուն կանգնեցնում է, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդկանց կանգնեցնում է լույսին մոտիկանալու։ Այո Տերը բերում է մարդուն դեպի լույսը, որ մարդը լույսը տեսնի, որ մարդը լուսավորվի, ժողովուրդ ջան։ Ոչ մեկս արժանինքներ չունենք։ Շատ անգամ ես որ մոտեցնում եմ Տեր ասված, ես այս արժանինքները չունեմ մոտիկանալու քո սուրբ այրան եմ մարմնի, ժողովուրդ ջան։ Ովքեր որ ջրով մկրտված իրանք գիտեն ինչա։ Ես արժանինքներ չունեմ, Տեր ասված, ես քո արժանինքներով եմ մոտիկնում, ժողովուրդ ջան։ Հանկարծ մեկը չմտածե, որ ինք իր արժանինքով կրա մոտիկնա, ժողովուրդ ջան։ Սա ամենամեծ մեղքն է, երբ որ մարդը արժանիք է տեսնում մոտիկանալու։ Եվ ինչ ասում Տիրոջ խոսքը, ժողովուրդ ջան, 5-րդ գլխի Առաջի Պետրոս 5:8-ից։ Ասում է արտուն կեցեք, հսկեցեք։ Այսինքն ասված են, որ այսօր եղբայրները քարոզում են, ժողովուրդ ջան, խոսում են, ինչ համար Հովսեփը արտուն մնա, ժողովուրդ ջան, Հովսեփը գա դիններ մեղքի մեջ, գիտես։ Այդ այսինքն ուզում էր գցել մեղքի մեջ։ Պատկերացրեք, եթե մի ուրիշ մարդ է, ժողովուրդ ջան, ասել ինչ լավ բան, այն մարդ, այս թակավորի կինն է, այ մարդ, այս սա խազուն իմը կեղն է, ժողովուրդ ջան,
Բայց Հովսեփի մեջ այսօր շատ անգամ մարդիկ գնում են դժվարության մեջ, գիտես, ժողովուրդ ջան։ Բայց Հովսեփի մեջ Աստծո վախ կար, ժողովուրդ ջան։ Այո, այդ վախը մարդուն պայում է։ Մարդուն պայում է այդ ամեն չարիքից ու մեղքից, ժողովուրդ ջան։ Դամար Տերս օրտնի, որ ինչու համար Տերը այսօր ինչ ասում ինձ ու քեզ, ասում է արտուն կեցեք, հսկեցեք։ Ինչ հսկես այսօր դու, ժողովուրդ ջան։ Այսօր դու առօրվա կյանք ես ապրում, ի՞նչն ես հսկելու քո կյանքի մեջ։ Ունես հսկելու բան։ Այո, ունենք։ Բոլորս ունենք առօրվա մեր կյանքի մեջ հսկելու բան ունենք մեր կյանքի մեջ, թե մենք ոնց ենք ապրում, ոնց ենք շարժում եւ ինչ ենք անում։ Եվ ինչպես ենք մոդիգնում մարդկանց, եւ ինչ վարմունքներ ունենք, ժողովուրդ ջան։ Էլ եմ ասում, այնքան կարևոր է մարդկանց այդ վարմունք, ժողովուրդ ջան, մարդկանց այդ վարմունք ունենալ ամենակարևոր հարցն է։ Այն ընկած տգար հոգին այդ քո վարմունքից կարող ես մարդը բժշկվի, ժողովուրդ ջան։ Մարդը կարող բժշկվի քո վարմունքից։ Դամար Տերը օրհնի, ժողովուրդ ջան, օրհնի, մենք բոլորս էլ սովորում ենք այս ամեն ինչը։ Եղել է, ես եմ շատ անգամ վրազում ես մի բան ես ասում, հետո ասում ես, որ սխալ ես ասում, այ մարդ, վրացանք։ Մենք պետք է լսենք եղբոր քույրիկի ցավը։ Դամար Տերս օրհնի, սիրելի ժողովուրդ ջան, այնքան կարևոր է սրանք, որտեղ այսօր մենք առօրվա մենք ամեն տեղ շփվում ենք, բոլոր քույրիկ, եղբայրներ, բոլոր ամեն մեկը տարբեր են, վերջ է, աշտամուկներ եք անում, ժողովուրդ ջան, եւ Դամար Տերս օրհնի, ժողովուրդ ջան, շատ անգամ հնարավոր է քույրիկը գա քեզի խորհուրդ տա, դու մի մտածա, այնց հալալ յուղի պես մին տունա, դու մի հատ նայած եթե Աստծուց եկավ, եթե Աստծուց չեկավ, ժողովուրդ ջան, այդ միտքը։ Կարող ավետարան քեզ ասի, բայց Աստծո օգուտ չլինի, ժողովուրդ ջան։ Աստծո օգին չի բալում մարդկանց նսեմացնել, Աստծո օգին գալում է մարդկանց վեր հանելով, ժողովուրդ ջան։ Դամար անօրեն էլ Աստծո խոսքի դա, գիտեք չէ, ժողովուրդ ջան։ Անօրենի մոտեցումը նա խավարով չի մոտենում։ Նա չի գալիս, ես սատանեն եմ, գիտեք։ Նա լույսու պես է գալում։ Ունես ծածուկ է գալում, խավարի եղբոր կարակույրիկի միջոցով գա։ Բայց դու չես տես, դու տեսնում ես եղբայրը քույրիկը եւ շատ անգամ մարդիկ հալալ յուղի պես ասում են, այ մարդ կարևոր չի, թե ոնց պետք է ապրես, ոնց պետք է հագնվես, այ մարդ դու իրաց մի լսա, ոնց ուզում ես հագնվի։ Կարևոր սիրտը դա։ Եվ շատ անգամ մարդիկ վնասում են, գիտեք, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ այս տիպի խորհուրդներից վնասում են եւ մարդը չի կարող այ մարդ հələ քան ես ավետարանն եմ, ես ինչեմ ես քույրիկին լսում կամ եղբորը։ Հələ մի հատ ավետարան տենամ, ոնց ինձ ավետան սովորում։ Ավետին սովորում է բարգեշտություն։ Բարգեշտություն, ժողովուրդ ջան։ Դամար Տերես օրհնի, դամարսում արտուն կեցեք, հսկեցեք։ Ասում վասն ձեր հակառակոր սատանեն մռնչող առյուծի պես կպտտի ու կփնտրե թե ով կլե։ Մենք տեսնում ենք ով է սրա հեղինակը, ժողովուրդ ջան։ Այսինքն նա չէր քնում, գիտեք, ժողովուրդ ջան։ Նրա մոդեցումը ոնց պետք է լինի։ Շատ անգամ մարդիկ ասում են եղբայր ջան, ընդեղել են Հիսուս քարոզում։ Ես ինչ եք ընդեղել են Հիսուս քարոզում։ Այդ որտե չեն Հիսուս քարոզում, ժողովուրդ ջան։ Որտեղ էտած, որ իրանք Հիսուս չասեն քեզ։ Ուզում ես գնա այդ վաղ նայողների մեջ, գուշակներ, սաղ Հիսուսյանն են տանում։ Մի հատ նկար են տանում, մի հատ Հիսուսի նկարն են տանում, էսա Հիսուսն է։ Հիսուսն է տվեց պաշտոն ընձի, որ ես գուշակություն եմ, ժողովուրդ ջան, դրանք սատանական բաներ են, գիտես։ Դամար Տեր ասում է, ես գիտեմ, թե դու որտեղ ես բնակվում եւ իմ անունս է կմնա, ժողովուրդ ջան, եթե նա գասա ես սատանեն եմ, ոչ մեկ կարողա չլսեն, բայց նա այնքան խորամանկ է գալում, սիրաշո ժողովուրդ ջան, խորամանկ է գալում, գիտես։ Ինչու՞ որ շատ անգամ մարդիկ փողի համար եւ հավատներ ուրացան, ժողովուրդ ջան։ Էլի հավատքը կա։ Մենք գիտենք, որ այն ժամանակներ, ժողովուրդ ջան, խարիզմատ հասկացողություն չի եղել։ Այն ժամանակ, երբ որ եղել է, Եվրոպան որ փակ էր, չէր գալում, բաց չէր։ Եղել մի հավատ մարդիկ ապրում է։ Բայց ասում է, երբ որ Եվրոպան բացա, մի եղբայր ասում է, եկել են դիպլոմատ փողերով։ Ասում ես փողը կտան քեզի, մենակ մեր ուզածով դի քարոզես, մեր ուզածով, ասել է դիպլոմատ փողը վերցրա, ուստից գնա։ Բախի փող չվերցրեց, ժողովուրդ ջան, դիպլոմատ փող էր բերել, բայց շատերը վերցրեցին։ Դամար շատերի գլխից գլխաշորեր հանեցին։ Ասում են ոդլվաների կարևորը չի, այն մարդ եթե հին բան ես ինչ եք անում։ Կրանաց եղբոր ոդելված, ինչ կեղնի։ Եղբայր ջան, պագոնդ կգնի։ Ինչու եք ավետարանից հանում ես խոսքերը, ժողովուրդ ջան։ Եվ այսօր շատ անգամ մարդիկ սա ընդունում են, գիտես, ըստ լույսի պես ընդունած ապրում են, որ սրանք կարևոր չի, ժողովուրդ ջան։ Ասես Պետրոս, եթե ես քո ոդները չլվամ, դու իմ հետ բաժին չես ունենա, ժողովուրդ ջան, պատկերացրու ինչ ասում Տերը։ Բայց մարդիկ ասում են, էսի կարևորը չի, հանում են։
Մենտեղ են Հիսուս քարոզում, եղբայր ջան, բայց հոգի չկա Տիրոջ հոգին դե ժողովուրդ ջան։ Եթե Տիրոջ հոգին ընդեղ լինի ժողովուրդ ջան, մարդիկ մաքուր ավետարանք ես կսովորացնեն, ոչ թե անճշմարտ ժողովուրդ ջան։ Այ մենք տեսնում ենք սրա հեղինակը ով է ժողովուրդ ջան։ Այն ասես խապուսիկ է գալն, որ դու այսօր չես ասում։ Շատ անգամ մարդիկ տեսնում են, որ իր հավատքը ընդեղ է ժողովուրդ ջան, այդ վանկերի մեջ, այդ մոմերի, նկարների մեջ ասում են մեր նկարին չկպնես խոսքի։ Նեվատոր եղբայրս որ իմաց սաղ է ժողովուրդ ջան, դե շատ անգամ մարդիկ մտածում են, որ այրանք չեն հասկանում ժողովուրդ ջան, բա մենք հասկանում ենք թե չէ։ Վեճ ասված մեզ հասկացեց, ես մի հատ սատանապաշտ ժողովուրդ ջան, եթե շատ էլ լսած կյանեք, երբ որ ինքը ապաշխարեց, սատանապաշտ էր, չարի պաշտ էր, այսինքն չարի պաշտ, դա անունը չտանք, լավ։ Ասում է, այդ սուտ վգաներ, ասում է, իրանք մեր մարդիկ էին ժողովուրդ ջան, ինքը տեսել էր վաղ ժողովուրդ ջան, ասում է այդ սուտ վգաներ, որ կոչվում են Յովայի վգային, կոչվում է իրանք մեր մարդիկ են, ասում է իրանք սելսյո, իրանք մերն են։ Եվ ասում է այդ նկարները, որ մարդիկ նկար են պաշտում, ասում է այդ նկարի հետևը դևերն են, բայց մարդը չի տեսնում, մենք պատճում ենք նկարները ժողովուրդ ջան, բայց դրա հետևը դևեր կային, որը մարդը չի տեսնում, բայց ինքը իրական տեսել էր, որտեղ ինքը դրա ծառան էր եղել անօրենի։ Բայց երբ որ ինքը դառավ ասում, դևերը չար ընկեր էր հետևից ժողովուրդ ջան, որտեղ նա արդեն դրա բոլոր գաղտնիքները ինքը գիտեր։ Եվ ինքան հետաքրքիր է, ասում է, երբ որ մի կին եկավ, կինը թե տղամարդ է անունը տալում էր, եկավ ասեց ամուսինը, ասենք կողակին պիտի անիծեր, որ մեռն էր, կողակցուն, ասենք թե կին է, թե պրոստը անուններ է տալում, անունները ասենք չես բացում, տղամարդ է։ Ոբշեն, պիտի կար մեկին պալավ իր կեսին անիծեր, որ մեռն էր, ասում է, ես $10,000 փող ուզեցի, որ իր պալավին կին է, ասենք ամուսինը կամ անիծեմ, որ ինքը մեռնի։ Ասում է, որ ես իմացա ինքը հավատացյալ էր, ասում է, $3,000 սկիզբ կայրեցի, ժորժ, ինքը պարս էդի խոս, վգայություն կա այդպես, ժորժան։ Ասում է, որ իմացա հավատացյալ $3,000 սկիզբ կայ, որ աղոտը ես հավատացյալը մեռնի, ժողովուրդ։ Շատ անգամ մեր հավատքի մարդիկ են վախում, գիտես, այդ գիրու թղթից, այդ սև կատվի, շատ անգամ մարդիկ աղ թափելուց, այնպես բաներ կա, շոտ է, մարդը այդ ավանդությունը պայում է, հələ վախենում է։ Վայ աղը թափավ, ինչ չնեք։ Վայ սև կադուն անցավ, ինչ չնեք։ Վայ գիրու թուղթ են արել։ Տո Հիսուսյանով դրանք կտերը քանդում է։ Վերջ ես խեջը սկսում է իր չարությունները, աղոտում, ես ինչ եմ, ես չեմ, իրանց ինչ գործ եմ։ Ասում է սրան ինչ պետք է չի։ Ասում է սատան են գալիս, ասում է այ խելքի արի։ Ասում է սրանք հավատաց իրան դու չես կրա, օգու չես, դու այդ քու իրան չի ազդում իր վրեն։ Սատանը դաժե տվյալ տեսեք դեպատ եղբայր, ասրան հասկացում էր, որ սրանք հավատքի մարդիկ Հիսուսի զավակն են, այդ քու իրանը իրան չի կրա բռնի ժողովուրդ ջան։ Հազարատ քեզի անեսներ բերեն, եթե դու Հիսուսի մեջ ես, դա քեզ չի գալում կմնում։ Քո զաշիտան Քրիստոսն է, իր այրունն է քո զաշիտան, ժողովուրդ ջան։ Այսապ դու ունենաս հավատքը քո կյանքի մեջ, բայց երբ որ դու սկսում ես երկմտել, բայ կարան դի կարա գիրու թուղթեները, եւ մարդը սկսում է տարակուսել, գիտես ժողովուրդ, սա ցավալի բան է։ Եվ մենք խոսում ենք հավատքի մարդկանց, որոնք հավատքի մեջ են ժողովուրդ ջան։ Դամար Տերը օրհնից ես, եթե դու լույսի մեջ ես, խավարից մի վախեցի։ Այ վախեցի մեղ գործելուց, վախեցի ոչ պարկեշտ լինելու համար, ոչ տեսեք շատ անգամ մարդիկ գալում են պաշտամունքի ժողովուրդ ջան, նայ մեզ, խոնար, իրանց ամեն պարկ, բայց տերում ես դուրս ես մարդիկ ես փոխվան։ Ասում ես Տեր ասած, ինչ եղավ այս քույրիկին։ Ախր պաշտամունքը պարկեշտություն կար, բայց հենց եկավ, դուրս եկավ, պատկեր ես մտնեմ եկեղեցից, պարկեշտ, ես դուրս կամ եկեղեցուց, ես ձևի հակնեմ, որ մարդիկ տեսեք զարմացեն, մարդ այ քեզ բարի սով է շորտիկով, բանով, ժողովուրդ ջան։ Ես իմ կյանքի մեջ չեմ էլ սիրել, գիտես շորտիկ ժողովուրդ ջան, մանավանդ հավատքի մեջ։ Շատ անգամ տեսնում ես հավատներ, մարդիկ շորտիկներ դնում են պաշտամունքն, այ քեզի բանի սուս ջան։ Ժողովուրդ մենք չենք դատում, լավ իմացեք։ Մենք սրանք ինչ որ եղբայրները քարոզում են աշկի ցանկում, սա մեզ զգուշացման համար է, որ վամզոր դու չգնես այդ դժվարության մեջ։ Վամզոր կկան քեզի ինչ որ մի քույրի կամ գեզում են քեզի հորդորե մի բան սովորած է, դու պիտի իմանաս ավետարան։ Կամ դու ես հետո այցելության միգուցե։ Ասմարտուն կեցեք, հսկեցեք, վասն ձեր հակառակոր սատանա մռնչող արուզմես կպտտե ու կփնտրե թե ում կլե, ում ուտի, ում վնասի։ Եվ այսօր շատ հավատքի մարդանց այս ազնվորությունը, որ ջան, անունը չտանք, չարը։
շատերին վնասում է։ Այո, շատեր այսօր վնասում, ինչու՞ է շատ մարդիկ նմանվում են աշխարհին, ժողովուրդ։ Այո, իրաց մեկ ինչ ուրիշ տեղ տեսնես, երբ որ իրանք քեզ ճանաչեն, դու կարող զարմանաս իրանց հագուկաբից, իրանց այդ ամեն վարմունքներից, իրանց այդ ոչ լավ խոսելուց, ժողովուրդ։ Եվ շատ անգամ մարդիկ, ժողովուրդ, երբ որ մանավանդ որ նայում են սպասավոր երեխեքին, ժողովուրդ, շատ անգամ մարդիկ վնասում են, գիտես։ Այդպես մի քարոզ կա, երբ որ մի խես քուրիկ հետո հանկավան հետո ժողովուրդ, ճամբար։ Դե եղբայր ասում է, Պավել ակես մա գնա այնտեղ այդ սենյակի մեջ։ Ժողովուրդ, այս քուրիկը ես մտնում այդ սենյակ, երկու սպասավոր երեխեք են անում։ Դες այս քուրիկին տեսնում են, ասում են, ինչես եկեք դուրը դրսից։ Պատկերացնում ես ինչ ասում։ Այսինքն դա կապ չունի, թե դու երեխեն ես։ Ուզում ես եղի առաքյալի երեխա, դու պետք է ունենաս պարկեշտություն։ Դու պետք է ունենաս վարմունք։ Այդ հորդ երած այդ ամագը մի կծաճուրը։ Այն հայրդ, որ այսօր քարոզիչ է, նա այսօր սպասավոր է, այդ եղածը մի կծաճուրը, վաղ այսօր մարդիկ կանարգեն։ Եվ քու հորն է կանարգեն քու պատճառով։ Եվ ես քուրիկ ասում եմ, լացերով այդ մա Պավել աղբոր մոտ, Ժորժան, եւի քարոզ ես լսեմ, չեմ հիշում։ Եւի քարոզ էր։ Այս խեջ այդ մա Պավել աղբոր մոտ ասում եմ, ինչ եղավ քուրիկ ջան, դե ասում եմ, գնաց այսին դուր դրսից։ Ո՞վ ասե դուր դրսից։ Դեր չէ այդ մա Պավել աղբես, երկուսն են սպասավորի երեխեք են։ Ասում եմ, ձեր վեշերը կվերցնեք ուղիղ ձեր տուն։ Ժորժան, չգնաս հանգարց ծածկա դսես այ մարդ է լավ դե սպասող երեխեք են։ Չէ։ Եթե դուք անպարկեշտ եք, այդ ձեր վեշերը վերցեք ուղիղ ձեր տուն գնացեք, դուք ստեղ տեղ չունեք գալու։ Այդ ձեր վարմունքներով շատերին կվնասեն, բայց քույրիկը կարա այդար լացերու այդար վնասվեր, ինչ պտեն է ժողովրդյան։ Չտար եղբոր մոտ, ինչ աներ։ Համար Տերը ձեզ շատ օրհնի, ժողովրդյան։ Այսօր այո, մենք տեսնում ենք այս ցավալի բանը այսօր կա, ժողովրդյան։ Այո, կկա շատ վատ բաներ, ժողովրդյան, շատ վատ օրեր կկա, կտեսնենք։ Եթե մնանք երկրի վրա։ Համար Տերը մեզ բոլորս էլ պայի, ժողովրդյան, ել եմ ասում, շատ կարևոր, ամենալավ ուժեղ ավետան, որ քո կյանքի մեջ կա, որ դու կարաս ընկածին վեր հանես։ Ժողովրդյան։ Սա ամենալավ ավետարանն է քո կյանքի մեջ։ Թե չէ մենք սաղսել կրանք ասենք, բդի սիրես, բդի ներես, բդի իչանես, կսա եղբայրան լավ բան ես ասում։ Բայց ես կարիք ունեմ Քրիստոսի։ Կարիք ունեմ վեր ելնելու, ժողովրդյան։ Համար Տերը օրհնի, ժողովրդյան, Տերը օրհնի բոլորիդ էլ, որ այո, այս մռնչողը, ժողովրդյան, նա ամեն օր է մռնչում, գիտես։ Թե դու քնում ես, նա չի քնում։ Բայց երբ որ դու քնում ես, բայց դու հոգևորապես արտուն ես, ժողովրդյան, նա քեզ էլ չի կրու վնասի, գիտես, ժողովրդյան։ Նա վախենում է քեզանից, երբ որ դու Քրիստոսի մեջ ես, երբ որ դու Աստծո կամքի մեջ ես, երբ որ դու Աստծո սիրում, նա դրանից է վախենում, ժողովրդյան։ Թե չէ մենք ով ենք։ Նա մեզ արդեն կուլ տված կեն, ժողովրդյան։ Մենք ոչ ուժ ունենք, ոչ զորություն ունենք։ Բայց մենք ունենք կյանք ունենք, մենք լույս ունենք, ժողովրդյան։ Մենք Քրիստոս ունենք։ Տիրոջ հոգին այսօր մեզ հետ, ժողովրդյան, նա դրանից է վախենում։ Համար Տերս օրհնի, մենք տեսանք, որ քանեկի զավակները, որ գնացին այդ 7-ը գնացին դեվ հանելու, ժողովրդյան։ Այս մարդիկ Քրիստոսը չէին ճանաչում, գնացին Պողոս Հիսուսով էին աղոթում։ Դու ցեզի կձևա այդ անօրենը, ժողովրդյան։ Դու գնացել ես Պողոս Հիսուսով, բայց քո Հիսուսը դուր է։ Այդ Հիսուսը նաև քո Հիսուսը պետք է դառնա։ Քո Տերը պետք է, քո փրկիչը պետք է դառնա, ոչ թե մենակ Պողոսին է, Պետրոսը, նաև այսօր քոնն է, քո Հիսուսն է, քո Տերն է, քո փրկիչն է։ Եվ երբ որ այդ Տերը քեզ հետ կա, մի ժողովրդյան, այդ լույսը միշտ քեզ հետ գալիս է, ուր ուզում ես գնա, այդ լույսը քո մեջն է։ Համար Տերս օրհնի, ժողովրդյան։ Եվ մենք տեսնում ենք ինչ կա այստեղ իրան դեմ, ժողովրդյան։ Շատ անգամ մարդիկ, որ լսում ես, ասում են, գնա քեզի կապում եմ, ասում եմ, այ քեզ մարդ, այս դրան ոնց կրաս կապես այս անօրինի, ժողովրդյան։ Եվ մարդիկ ասում են, գիտես, մարդիկ աղոթքի մեջ ասում են, գնա ես քեզի կապում եմ, այս տո ձևում եմ, ասում եմ, այ կուտայ դու այսօր այս խավարն որ կապեցիք, բայ ուր է այդ խավար, ուրեմն չկա այդ խավար, ժողովրդյան։ Սրանք Աստծոց ավետարան չի, ժողովրդյան։ Մարդիկ չար են կապում, ինչով ես կապում, թելով։ Իսկ մենք տենանք ավետարանը մեզ ինչ է սովորացնում, ժողովրդյան։ Երբ որ եկավ
Տեր Հիսուսին Ժողովրդյան, երբ որ 40 ծոմից հետո մոտիկցավ չարը Ժողովրդյան, նայրի ինչ է, նա Աստծո խոսքով մոտիկցավ, գիտեք Ժողովրդյան։ Ինչով որ շատ անգամ մարդիկ այդ երբ որ Աստծո խոսք է լսում, շատ անգամ մարդիկ չեն բացում, այ մարդ կա ճշմարտություն, թե չկա։ Մանոր դեմ կեցեք հավատքով։ Չի ասում գնացեք դրան կաբեք, ցևեք, հեռացնում եմ քեզի դու, այն մարդ ինչ հեռացնես։ Երբ որ դու լույսի մեջ ես, նա ինքս նա քեզանից առանց քեզ, որ այսքան ժամանակ էլ չեմ ասել, գնա քեզի կաբում եմ, ցևում եմ, գնա հեռացի։ Շորժան իմ ուշքու միտը տիրոջ հետ ապրելն է։ Եթե դաժե ունենք դժվարություն, մենք գալում ենք տիրոջ առաջ, մենք խնդրում ենք, որ Տերը մեզի ողորմություն անի, սերի ժողովրդյան։ Որ Աստված մեզ ողորմի, որպեսզի մենք կարողանանք ինչ չենք, Աստծո մեջ մնանք։ Եթե Հիսուսի մեջ ես, ել քեզի պետք է չգնացիր, քեզի կապում եմ հեռացի, նա իրանք չունի քեզ մոտ է ժողովրդյան։ Եթե դու Քրիստոսի մեջ ես, նա ինչ իրանք ունի քեզ մոտիկանալու։ Դամար Տերը սորտնի ժողովրդյան, շատ անգամ որ լսում ես մարդիկ հավատքի մեջ այս բաները, որ աղոթում են, շատ անգամ զարմանում է ժողովրդյան։ Մարդիկ անօրեն են կապում։ Մանոր դեմ կեցեք հավատքով, հաստատված, գիտնալով, որ ձեր եղբայրներն աշխարհի մեջ նույն չարչարանքները կկրեն։ Մանոր դեմ կեցեք հավատքով, հաստատված։ Ասում եմ, գիտեք, որ ձեր եղբայրը նույն այս աշխատանքը եղել են, այս չարչարանքները կրել են ժողովրդյան, բայց Քրիստոսին չեն ուրացել։ Եվ ասում է, եւ բոլոր շնորհների Աստված, որ մեզ իր հավիտենական փառքին կանչեց Քրիստոս Հիսուսին միջոցով, քիշմատեն նեղություն կրել է իդ ինքը ձեզ թող կատարյալ է, հաստատ է, զորացն է, հիմն է, իրեն փառք, սորություն, հավիտյանս, հավիտենից ամեն ժողովրդյան։ Մենք տենում ենք Տիրոջ խոսքը ինչ ասում ինձ ու քեզ ժողովրդյան սմա չէ։ Եվ բոլոր շնորհների Աստված, որ մեզ իր հավիտենական փառքին կանչեց, մեզ կանչել իր հավիտենական փառքին է կանչել ժողովրդյան Տերը։ Մենք ոչ մեկս արժանինքներ չենք ունեցել, լավ իմացեք ժողովրդյան։ Դամար ամենավատ բան է, որ մարդը մտնում ինքը ինչ-որ մի չափ արժանինքներ ունի, դամար Տերը կանչել է ժողովրդյան։ Ոչ, մենք ոչ մեկս արժանինքներ չենք ունեցել ժողովրդյան։ Եղբայրան կարող մի քիչ բարի եմ եղել, Տերը կանչեց, կարող մի քիչ լավն եմ եղել, չէ։ Տերը ժողովրդյան կանչում են մարդկանց, ովքեր որ իրապես մեղավոր են տեսնում իրանց։ Ովքեր որ կարիք ունեն Քրիստոսի, ժողովրդյան։ Ասում եմ, բոլոր շնորհի Աստված, որ մեզ իր հավիտենական փառքին կանչեց, Քրիստոս Հիսուսի միջոցով քիշմատեն նեղություն կրել իդ ինքը ձեզ, այսինքն այսօր դու նեղություն ունես եւ նեղություն ես կրում։ Այո, մենք գիտենք այսօր շատ մարդիկ ընտանիքի մեջ նեղություններ են, շատ դժվարություններ կա ժողովրդյան, դու կրում ես այս նեղությունները։ Բաներ կա, որ Աստված ինձ ու քեզ սովորացնում է համբերություն։ Համբերությունով սպասես, մինչև Աստծուց ողորմություն գտնես ժողովրդյան։ Հավիտենական փառքին կանչեց Քրիստոս Հիսուսին միջոցով քիշմը ատեն նեղություն կրել յետք ինքը ձեզ թող կատարյալ է։ Ինքը ձեզ թող կատարյալ է։ Ինքը ով է ժողովրդյան։ Այսինքն Տեր Հիսուսը ինձ ու քեզ պետք է կատարյալ անի, որ դու այս վիճակից դուրս գաս։ Այդ եղած դժվարությունից դուրս պետք է անի քեզ Տերը։ Սիրելի Աստծո ժողովրդյան։ Այո, Տերն է տալու մեզ կատարելությունը քեզ, այդ հաղթությունը Տերը պետք է տա ինձ ու քեզ ժողովրդյան։ Ինքը ձեզ թող կատարյալ է, հաստատ է, մի հատ քեզ պետք է հաստատի իր խոսքի մեջ ժողովրդյան։ Հաստատելուց հետո քեզ մի հատ Տերը քեզ զորացնի, որ դու չվախենաս խավարից։ Շատ անգամ մարդիկ խավարից վախենում են ժողովրդյան։ Այո, մենք բոլորս է գիտենք, ժողովրդյան, մենք հայր ունենք, մեր Տեր ունենք, մեր պաշտպանը Քրիստոսն է։ Քո պաշտպանը ասում է, քո ելնել ու մտնել պետք է պաշտպանեմ, Տեր ասում է, քո ելնել ու մտնել, այսինքն քո առօրվա դու քնում ես, բայց Տերը քո պաշտպանն է, նա չի քնում ժողովրդյան Տերը քո կյանքի մեջ։ Ասում է հաստատ է, զորացն է ու հիմն է։ Այսինքն ինձ ու քեզ Տերը համ հաստատում է, համ զորացում է, նաև համել հիմնում է ավետարանի մեջ ինձ ու քեզ ժողովրդյան։ Ինձ ու քեզ հիմնում է ավետարանի մեջ։
Դու պետք է ավետարանով ճանաչես Քրիստոսին, Տիրոջը ճանաչես ավետարանով, ժողովուրդ ջան։ Եթե ավետարանը չճանաչիր Հիսուսին, ժողովուրդ ջան, շատ անգամ շատ տեղեր կգնաս։ Կմտածես, որ այնտեղ էլ Հիսուս կա, ժողովուրդ ջան։ Եվ ինչու՞ որ ասում շատ քանաներ դարձան նոր հավատքին։ Ինչ եղավ։ Եղի դառան նոր հավատքին, որտեղ նրանք տեսան, որ իրանք անճշմարտության մեջ են, ժողովուրդ ջան։ Եթե մի քանա դառավ Քրիստոսի ժողովուրդ, այս մարդը չի կրա դեղ մնա, ժողովուրդ ջան, մնա ինչ են անդե։ Նկար պաչի, մոմը վառի։ Երբ որ մարդը դառնում է Քրիստոսի ժողովուրդ, այս մարդը չի կրա մնա խավարի մեջ։ Այս մարդը պետք է դուրս գա լույսից, մարդու հոգու աչքերը Տերը բացում է, մարդը տեսնում է ինչպես մերն է բացել, ժողովուրդ ջան, եւ շատերի դա բացել Տերը։ Եվ դուք ճանաչել եք լույսն ու խավարը։ Այսօր մենք շատ անգամ, այո, ժողովուրդ ջան, շատ անգամ դու գիտես, որն է մեղք, որը մեղք չի։ Բայց այսօր մենք տեսնում ենք, այո, շատ անգամ մարդիկ ունենում են դժվարություն, կարող ես դժվարության մեջ, շատ անգամ դու հաղթություն չունես, խնդիրներ կա, դժվարություններ կա։ Շատ անգամ ուզում ես քեզի պայես, բայց շատ անգամ չես կարողանում։ Եղբայր ջան, չկարողացա։ Ձենս բարձրացեցի, խո վերջ է, գոռացի, ճվացի, ժողովուրդ ջան, բոլորս են մարդիկ ենք, ժողովուրդ ջան։ Համբերություն չունեն։ Եվ դու գնում ես տվյալ քույրիկին մխի տարության, ժողովուրդ ջան, ինչ պետք է մխի տարես։ Հանդիմանես երրորդի մեջ, ժողովուրդ ջան։ Հանդիմանել սաղցե կրում ենք, ժողովուրդ ջան, սաղցե կրանք լավ հանդիմանենք, բայց օգուտ կարողա չբերենք։ Ասմակի նեղություն ինքը ձեր թող կատարյալ են հաստատե, զորացնե ու հիմնե։ Իրեն փառք ու զորություն հավիտյանս հավիտենից։ Իրեն փառք։ Այո, փառքը բոլորը մեր Տիրոջն է, ժողովուրդ ջան։ Այն որ այսօր թեկուզ եղբայրը որ ծառայում են, փառքը մեր Քրիստոսին է, ժողովուրդ ջան։ Բայց ծառաները մենք պետք է լինենք։ Մենք ենք ծառայելու Տիրոջը։ Քո տեղը հրեշտակը չի գալու, ժողովուրդ ջան, լավ մտածեք, քո տեղը հրեշտակը չի անել այդ գործը։ Տերը ինձ ու քեզ ա դրել։ Ինչու՞ երբ որ հրեշտակ եկավ Կորնելոսի տունը, չասեց ոչ մի բան չխոսա, ժողովուրդ, ասեց գնա Պետրոսին կանչա, հրեշտակ ջան, դու բան չի կրախ, ինչ կրար խոսա, ժողովուրդ ջան։ Բայց մենք տեսանք, որ այս ամեն ծառայություն Աստված տվեց եղբայրությանը, ժողովուրդ ջան։ Եվ այս ամեն ծառայություն անում են եղբայրությունը, ժողովուրդ ջան։ Դամար Տերը օրհնի, ժողովուրդ ջան, երբ որ մարդ ավետարան չի մանում, շատ անգամ խեղճ քույրիկներին հանում դնում են վեմի վրա են, ասում են դու ես քարոզիչ ես, կրած քարոզ ես։ Ու մարդիկ քարոզում են, գիտես, ժողովուրդ ջան։ Ինչն է պակասում այս մարդկանց ավետարանը, բայց ավետարան լավ էլ կարդում են, գիտես։ Իրանք ավետարան են քարոզում այդ տվյալ քույրիկները, ժողովուրդ ջան։ Վեմի վրա ավետարան են քարոզում։ Բայց իրանք չի վերաբերվում էսի։ Դամար ավետան իմանը, ժողովուրդ ջան, սա կյանքը չի։ Այսօր դու ավետան անգիր իմանաս, որ լսում ես շատ անգամ մարդիկ ասում են լսած ես քույրիկը ոնց է քարոզում, ասում եմ այ քույրիկ ջան, այ եղբայր, ինչ լսեմ ես քույրիկին։ Ինչ լսեմ, եթե Աստծուց արդեն տրված չի իրան։ Սա արդեն Աստծուց դուրս է, դամար ասում է, եթե մեկը կկա ասես ուրիշ ավետարան վերնական մի տանել աղբեր խոսում է, եթե ուրիշ ավետարան վեր, ասում է իրանք դու նզովյալ լինես, ժողովուրդ ջան, պաս ավետարան ասում։ Ասում է թող այդ մարդիկ նզովյալ են, թե ուրիշ ավետարան ձեզ կբերեն ցույց տան, ժողովուրդ ջան։ Բայց մարդիկ լսում են։ Շատ անգամ հարց ես տալու, Տեր Աստված, նույնիսկ մարդիկ ավետարան չեն իմանում։ Ավետարանը քարոզում է տվյալ անձը։ Ժողովուրդ ջան, այո, այս ասում է արտուն կեցեք, հսկեցեք։ Այո, եթե մարդը արտուն չեղավ իր հոգևոր կյանքի մեջ, ժողովուրդ ջան, անօրենը հասնում է իր նպատակին տվյալ անձին։ Դամար Տեր ասում է հսկեցեք, արտուն եւ հսկեցեք։ Այսինքն առօրվա կյանքը դու պետք է հսկես, ժողովուրդ ջան։ Դամար Տերես օրհնի սիրի ժողովուրդ ջան, Տերես օրհնի բոլորիդ էլ, Տեր օրհնի, որ իրապես այսօր մենք կարողանանք Տիրոջ խոսքով ապրենք, ժողովուրդ ջան։ Իրապես Տիրոջ խոսքը շատ կարևոր է։ Երբ որ դու տեսնում ես, որ դու այդ արժանինքները չունես, այդ բոլոր արժանինքները Տիրոջն է, ժողովուրդ ջան։ Այո, Տերես օրհնի, որպեսզի այն որ եղբայրը նույնպես խոսացին, ժողովուրդ ջան, քարոզեցին, այսօր շատ կարևոր բաներ էր խոսված, ժողովուրդ ջան։ Այո, շատ անգամ կարող դու շատ տեղեր ես քարոզները չլսես, բայց Սուրբ Ոգին այսօր անհանգստություն է դնում իր ժողովրդին, ժողովուրդ ջան, որպեսզի ժողովուրդը լսի Աստծո խոսքը, ժողովուրդ ջան։ Այո, ժողովուրդ ջան, միշտ իմացեք, ձեր այցելությունները միշտ
ուշադիր եղեք, ոնց ես այցելում մարդկանց եւ ինչպես ես մարդկանց հետ խոսում, ինչ բարմունք ունես։ Ես հիշում եմ մի քույրիկ, երբ որ երիտասարդ ժամանակ հեռացել էր Աստծո տնի, ժողովուրդ ջան, երիտասարդ ժամանակ նեղացել էր, հեռացել էր, դառել էր 60 տարեկան այդ քույրիկը, ժողովուրդ ջան։ Եվ Աստծո անավատ կյանքի մեջ ու ապրում էր աշխարհի մեջ։ Շատ եղբայրներ են խոսացել իր հետ, շատերը, ժողովուրդ ջան։ 60 տարեկան տվյալ անձը դեռ աշխարհի մեջ է, ժողովուրդ ջան։ Ես իմ կյանքի մեջ մի բան եմ ասում, ժողովուրդ ջան, փառքը Քրիստոսին է, մերը չի։ Մերը Աստծո տված շնորհն է, որ մենք սրա մեջ պետք է ապրենք, ժողովուրդ ջան։ Ես իմ կյանքի մեջ շատ անգամ որ եղել եմ, շատ անգամ շատ բաների մեջ սովորել եմ, ինչպես մոտենաս մարդուն, ժողովուրդ ջան։ Մեր սխալ մոտեցումը, որ լավ իմացեք, տվյալ մարդուն մենք կվնասենք։ Ասում եմ քույրիկը զանգել էր, հավատքի քույրիկը եւ մարմնով եւ հոգեվոր։ Ասում եմ ձեզ չի հանդիման, ասում եմ այ քույրիկ ջան, դու ինձ չես հանդիմանում։ Հանդիմանել եկան հեշտ է, ժողովուրդ ջան։ Լսեմ մարդենքան հեշտ է, տրորենքան հեշտ է, բայց վեր հանելը ամենակարևոր կողմում շատ անգամ շատ դժվար, շատ անգամ ժողովուրդ ջան։ Տերը սորտնի, ժողովուրդ ջան, Տերը սորտնի, որ իրապես այդ տվյալ անձի այդ պրոտը, որ զանգ եւ աշխատանք տարավ, ժողովուրդ ջան, այդ առաջի զանգից տվյալ մարդը գնում է պաշտամունքների եւ Աստծո այդ կյանք ունի, ժողովուրդ ջան։ Առաջի կանչը Տիրոջ հետ։ Ես իմ կյանքի մեջ շատ բան եմ, նաև այսօր մենք սովորում ենք մի ժողովուրդ ջան, ամեն անգամ սովորում ենք մարդկանց այդ մոտեցում ձև։ Եթե սա չունես, ուրեմն դու մտածես սրա մասին։ Քույրիկ ենք, եղբայր է, ժողովուրդ ջան, դու այցելում ես շատ մարդկանց հետ ես խոսում։ Համար Տերը սորտնի բոլոր սիրելի ժողովուրդ ջան, Տերը սորտնի, որ այսօր մեր ուշքու միտքը եւ տվյալ մարդու ուշքու միտքը տվյալ եղբոր քույրիկին վեր հանելն է։ Համար Տերը սորտնի, ժողովուրդ ջան, ես միջամար Տերը ուզեցանք այս մասին խոսենք, ժողովուրդ ջան։ Այս ամեն շնորհք Աստծուն է, ժողովուրդ ջան, սա մերը չի։ Այս ամեն շնորհքը Աստծուն է։ Այո, մենք պարտավոր ենք այս ամեն բաների մեջ ապրենք եւ փառավորենք մեր Աստծուն, ժողովուրդ ջան։ Այնքան ցավալի է, երբ որ տվյալ գալում է քեզ մոտ, գալում է անձամբ քեզ մոտ։ Եվ նա սպասում է քեզանից ինչ-որ մի ողորմություն, սպասում է մի հատ աղոթք, սպասում է քեզանից հորդորանք խոսքեր։ Շատ անգամ մարդիկ չեն լսում, ժողովուրդ ջան։ Մարդիկ փոր ու փոշման մի բան էլ վնասված հեռանում են։ Համար Տերը սորտնի, ժողովուրդ, երբ որ մի հատ ռադիկ եղբոր քարոզն է, երբ որ մի եղբայր գալում խոստովանում է, ժողովուրդ ջան։ Դա էլ Աստծո ողորմությունն է, գիտեք, ժողովուրդ ջան։ Երբ որ խոստովանում պրծնում է եղբայր, ասում է, եղբայր ջան, Տերը օրհնի, ողորմա, աղոթենք։ Ասում է, չես պատժում, ասում է, չէ։ Ես խիչ աղբեն էլ ասարմ, ժողովուրդ ջան, ասում է, բայց իմ մտքի մեջ ինչ է դեր, ժողովուրդ ջան, շատ է լսած կենք։ Ասում ես իմ մտքի մեջ պետք է խոստովանվե, ու դա ինձ վնասե, կախե։ Եթե եղբայրը պատժեր իրան, այս մարդ իրան պետք է կախե, ժողովուրդ ջան, պատկերացնում ես մարդկանց մոտեցումը։ Բայց Տերը օրհնի մեր առադիկ եղբորը, ժողովուրդ ջան, նա այսօր հոգու հետ պետք է կապ ունենա, սուրբ հոգու հետ կապ չունեցար, կդնես մարդուն կպատժես։ Բայց Տերը օրհնի եղբորը, երբ որ եղբայրը չի պատժում, ասում արի աղոթք կանենք, Տերը թող քեզ ների, ժողովուրդ ջան։ Ու այս եղբայրը խոստովանվում է, որ ինքը մտածել է այդ ձևով, պետք է խոստովանվեր, երբ որ եղբայրը կասե պետք է քեզի պատժեմ, այս եղբայրը պետք է տար ու իրան կախեր։ Ու այնու մենք գիտես, որ այսօր շատ եղբայրներ կախվում են, ժողովուրդ ջան, ցավալի է։ Եվ այսօր մենք էլ ենք վախենում, գիտեք, ժողովուրդ ջան, մենք բոլորս վախենում ենք։ Այս եղբայրը ոչ մեկը պես չեն եկել, որ իրաց լետային կղային։ Այսինքն ժամանակին տասքի մեջ խնդիրներ ա գալու, ընտանեկան դժվարություն, շատ անգամ մարդիկ ելքը չունեն, եւ չգիտեն ում մոտ է տան կիսվեն, շատ անգամ մարդիկ իրանց այսօր կախում են, ժողովուրդ ջան։ Կանք աղոթքի, ժողովուրդ ջան, աղոթենք այս կարևոր բանի համար, որ իրապես այսօր Աստված օրհնի իրար ժողովուրդը, որ այսօր մենք վարմունք ունենանք բոլոր մարդկանց հետ, բոլոր հավատքի քույրիկների հետ, ժողովուրդ ջան, եւ եղբայրների հետ։ Համար Տերը օրհնի, որ ամենամեծ ավետարանը, որ դու ընկածին տեսնես ու վեր հանես, ժողովուրդ ջան։ Այսօր շատ մարդիկ, ասում եմ, հավատքից հեռացել են, շատ մարդիկ պաշտամունք չեն գնում։ Համար Տերս ողորմա, ժողովուրդ ջան, Տերս ողորկանք աղոթքի եւ կվերջացնենք այսօրվա պաշտամունքը, ժողովուրդ ջան, Տերը օրհնի, սիրասո ժողովուրդ ջան։ Տերը օրհնի, որ կարողանաք հետագամ նույնպես քարոզները լսեք, այն որ այսօր եղբայրների շփում Տերը խոսում է, ժողովուրդ ջան, եւ կրակ այդ լույսը տարածեք մարդկանց,
Ժամանակն է տարածեք այդ լույսը Ժողովուրդ ջան, թող բոլոր մարդիկ իմանան Աստծո խոսքը, ճշմարտությունը։ Եթե մարդը չիմացա, մարդիկ կապրեն անճշմարտության մեջ, կասեն ընդեղ էլ է Հիսուս քարոզում եղբայր ջան։ Բայց երբ որ մարդը մնում է ավետարան, տեսնում է, որ ավետարանը ուրիշ բան է սովորացնում։ Ես մի քույրիկ երբ որ ստեղ խարիզմատից երբ որ գալում այս, նետում է, չգիտեմ, Եվրոպա որտեղ է դում գալում ես, մենց եկավ սարի գլխի շարի հաներ Ժողովուրդ ջան։ Երբ որ մոտիկնում է մի քույրիկի գլխաշորը հանելու, ասում է, գիտես ինչ կա, այս գլխաշոր դու չես դրեմ գլխին, որ դու հանես, դու իրավունք չունես հանելու։ Այս գլխաշորը Տերն է դրեմ գլխին, Ժողովուրդ ջան։ Այո, շատ անգամ մարդիկ մտածում են դրանք կարևոր բաներ չեն։ Գլխաշորը Ժողովուրդ ջան, քույրիկներ։ Բայց դրանք նույնպես կարևոր են Ժողովուրդ ջան։ Տեր ասում է, գլուխը ծածկի աղոթքի ժամանակ։ Այո, մենք նոր հոգիներին չենք պարտադրում Ժողովուրդ ջան։ Շատ անգամ որ նոր հոգիներ մտնում են պաշտամունքի մի անգամ գլխաշորը քաշում են գլխին։ Այ քույր ջան, համբեր այս մարդը նոր եկել է, աշխարհից եկել, հետո այս մարդը կարկավորից մի անգամից գլխաշորը ես ակցում, մի անգամից ուզում ես այդ շլվարանից յուբկա ակցնես։ Ժողովուրդ ջան, մենք էսի ասում ենք այն մարդկանց, ովքեր հավատքի մարդ են, այդ նոր գալողներին մենք չենք ասում Ժողովուրդ ջան։ Այդ մարդը որ նոր է եկել, մենք էլ որ շատ անգամ նոր են գնացել, շատ անգամ չենք էլ հասկացել Ժողովուրդ ջան։ Ես ինական վգայեցի, երբ որ ես նոր է դե պապան բերել է սպարտիվկա է բերել շլվարով, վերխով, ես էլ ինչ իմանամ, որ հա գետում են պաշտամունքի։ Միլիցայություն Ժողովուրդ ջան, լավ իմացեք, սպարտիվկով ոչ մեկին չեն տողում ներս մտնի, միլիցայություն։ Հանգար սպարտիվկով մեկ եղավ, իրան չեն տողում, մտնես դու միլիցայություն։ Ժողովուրդ ջան, այո, շատ անգամ մենք նորահոգի ենք, շատ անգամ բոլորին ա վերում Ժողովուրդ ջան, շատ անգամ նորոգին չմտած պաշտամունքի վրաց գլխաշորը գցում ենք մի հատ թարս է նայում ես խերջին, այս խերջը նայում է, չէ՞ թարս նայում է մարդ։ Յանի քսված ես եկել, շլվարով ես եկել, այ մարդ, այս մարդը նոր է եկել աշխարհից, եկել է մտել աստե, որ եկել է քո լույսը տեսնի, որ այս մարդը քո լույսով փոխվի։ Դու հանում ես այս մարդուց մեզ սարքես հավատացյալ։ Գլխաշոր ես հագցնում, յուբկայում հագցնես, հələ գլխա Հələ այս մարդը թող, այս մարդը նոր է եկել Ժողովուրդ ջան, այդ ծևը սարքելով չես կարող մարդուն սարքի հավատացյալ։ Մարդուն Տերն է սարքում հավատացյալ Ժողովուրդ ջան։ Մի որ ես մի քանակա մեկա պաշտամունքի Ժողովուրդ ջան, ջրով չէի մգրտված իրի, վայ 97 թվերն էր, 90 որ թվեր չեմ հիշում։ Ես չէ, մի քանակա մեկանցի բանսող չկար, բայց չգիտեմ, մի քանակա մեկը դու միտպես երբ որ այդ կանաց զրույց էինք անում, խոսում էինք Ժողովուրդ ջան։ Եվ նոր իմ հավատքի կյանքի մեջ էլ ջրով եմ մգրտված 97 թվերն էր։ Թվին եմ ապաշխարի։ Երբ որ ես եղբոր այդ կայնած խոսում ենք, ասեց եղբայր ջան, գիտես ինչ կա, սիրուն բան չի, սպարտիվկով գազ պաշտամունք Ժողովուրդ ջան։ Շատ անգամ գիտես ստեղել եմ քարոզ, ասում եմ Ժողովուրդ ջան, եթե իմ տեղը ինչ կասեք։ Եղբայր ջան, մի հատ բեցույց ու որտեղ է գրած։ Շատ անգամ մարդիկ էցել են, գիտես Ժողովուրդ ջան, մի հատ բեցույց ու Ժողովուրդ ջան։ Բայց ես եղբոր գիտես ինչ ասի, եղբայր ջան, քիչ շուտ չէր ասում։ Ավելավայ շուտ իմանամ, եղբայր ջան։ Քուրիկ ջան, ավելավա դու շուտ իմանաս, շուտ փոխվես, քան թե մնաս էծև ու հետո ամիսօր քեզի չեն կրա փոխի։ Ժողովուրդ ջան, դա համար փառք ասում, ես պարկեշտությունը սիրում եմ, ես տեղեր կա որ գնացել եմ, ասել եմ երկար սարոշկով յանես։ Հալելույա, ես օրհնյալ եմ։ Բայց եթե մի տեղ ինձ ասեմ դի շորտիկով ես, եթե եղբորը կասեմ, եղբայր ջան, գիտես ինչ կա, երբ դու ավետաց այնքան հեռու ես Աստծուց։ Ժողովուրդ ջան, պարկեստության ես դեմ չեմ։ Եթե պարկեստություն է, ես պետք է գնամ, որտեղ դառնում ես դառնում եմ սուրբ եմ դառնում, չէ, դա պարկեստություն է, որտեղ դա մարդկանց տեսադարձ է Ժողովուրդ ջան։ Այո, դու կա դու ներսի մեջ դժվարություն ունենաս, խնդրեմ ունենաս, մարդիկ չեն տեսնում։ Բայց եթե դու անպարկեշտ մտնես եկեղեցի, դու ասում ես վայ քեզի որ պիտի գայտակղեցնես։ Դա ինչ ասում Տերը Ժողովուրդ ջան։ Ասում է այն մարդկանց, ասում է վայ քեզի որ պիտի գայտակղես փոքրինես մեկին։ Բայց եթե քո ներսը դժվարություն կա, ոչ մեկը չի տեսնում Ժողովուրդ ջան։ Դու դրա մեջ տարապում ես, վերջը անցնում ես այս ճանապարհը, մինչև Տերը քեզ հաստատի։ Եթե դու կողիր քույրին դու չես վնասում, բայց քո տեսադաշտով, քո վարմունքով, քո խոսքերով, կոպիտ վարմունք, շատ անգամ մարդիկ կոպիտ վարմունք ունեն, գիտես Ժողովուրդ ջան։ Եվ քո անպարկեշտության ժամանակ, երբ որ եղբայրները քարոզին Ժողովուրդ ջան, ել եմ ասում Ժողովուրդ ջան, սա ցես համար է։ Ինչ որ ասում է, սա մեզ համար է։ Մենք պետք է ամսով կանգնենք Տիրոջ առաջ, Տերը չի ասա, լարի տենամ, լավ, դու ես ինչի տղեն ես կամ ես ինչ, այդպես բան չի ասել Ժողովուրդ ջան։ Տերը պարզ ավետարանը իր մոտնա, Ժողովուրդ ջան, ինքն այդ ավետարանը, այդ կյանք ինքն է։ Երբ որ մենք կանգնանք Տիրոջ առաջ Ժողովուրդ ջան, այնտեղ էլ մարդը չի կրա, խապի, ֆրսնա,
Մարդիկ ամաչ չեն կշորջան, ամոտուց։ Տամար տերես օրտնի ժորջան, հետարկիր է, Եվան կերա պդուղը իրան չբասվավ, ոչին բան, մեր գություն չբասվավ, ինչու համար, որտև Ադամն էր տղամարտը, իրան էր որպես տղամարտ, տամար ինչու համար այսօր ամեն ծառայություն տերը տվավ եղբայրն է ժորջան։ Հենց Ադամը կերավ այդ պդուղը, միանգամից մեր գությունները բասվավ իրանց։ Տամար տերես օրտնի ժորջան, գանք աղոտքի խնդրենք Աստծուն սիրել ժորջան, տերը օրտնի բոլորի դել։ Եթե այսօր դուք ուշադիր չեղաք այս բանին, ասма նա մռնչողի պես ֆռմա, գիտեք։ Շատերն է վնաս է ժողովրդյան։ Շատ երիտասարդներ մտել են աշխարհ։ Պաշտամու տեղ գալում են պարկեշտեն, պաշտամ դուրս, եթե դու տեսնես, կարող չճանաչես, ասես այ քեզ բանես ես քույրիկն է։ Ժողովրդյան։ Մենք էլի դատելու համար չենք ասում, որ սա ցավ է, գիտես։ Եվ մենք էլ ենք այսօր գուշանում, այն որ այսօր եղբայրները քարոզեցին ժողովրդյան, մենք նույնպես գուշանում ենք, որտեղ Աստված մեզ էլ պայա, մենք էլ ենք մարդ։ Այո, այս աշկի ցանկությունը, ասենք էսի ու մարդը պահված չի ժողովրդյան, սա պատերազմ է դու մարդկանց կյանքի մեջ։ Տամարի դե մարդը մի քիչ ուշադիր չեն ժողովրդյան, այո, մի հատ էս նայեմ, երկու հատ էս նայեմ, մեկը տենում ես քեզի տարա որտեղ հասցե ժողովրդյան։ Եվ այսօր շատ քույրիկներ ունեն դժվարության մեջ ռեշը։ Այսօր շատ քույրիկներ, որ մտել են խաղերի մեջ, գիտեք, շորջան։ Մտել են փողը, խամուր կրեն։ Շատ քույրիկներ, շորջան։ Այս դժվարությունը կա։ Շատ անգամ մարդիկ մնում են հեռախոսով խաղեր են խաղում, որ փող կրեն, շորջան։ Սատանեն ու քնաչ է չարը, շորջան։ Մի հատ կրել կդա, որ քո ախորժակը բասվի, բասվավ, մի հատ կրեցի, մի հատ էլ կարող կրեմ։ Ու մարդուն հենց բռնում է, չէ, ժնջիլը գծմա վիզ ժորջան։ Շատ անգամ մարդիկ տները ծախում են, ամեն ինչ ծախում են, որ մի բան կրեն ու կրվում են, գիտե ժողովրդյան։ Ու սաղ մարդիկ տառապում են այս անօրենի ձեռքը։ Հələ մարդ ինքը զինքի չի կարող, այ մարդը վերջը իսկան տունը ծախում եմ, այս ամենսան որ մի հատ կրեմ։ Սաղ կրվում է ժողովրդյան։ Տամար տերես օրտնի ժողովրդյան, տերես օրտնի, որ իրապես այն բաները, որ կա ծածուկ, որ մարդու ներսը ժողովրդյան, սա մենակ Տերն է տեսնում։ Եվ երբ որ Տերը տեսնում է, իր ծառաներին խրկում, ասում է գնացեք, այս ինչ բանը քարոզեք։ Որտեւ ինքն է տեսնում քո ներսը, ինքն է տեսնում իր ժողովրդի ներսը, ժողովրդը նա է տեսնում իմ ներսը։ Նա տեսնում է քո բոլոր ներսի եղած դժվարությունը, նա տեսնում է, դամար ծառաներին ասում է գնացեք ու քարոզեցեք։ Ասեք այս ինչ բանի համար, որ իմ ժողովուրդը չկա ամսօր դժոխք։ Այս ժողովուրդը չկա դժոխք։ Դժոխք իրանց համար չի։ Դժոխքը անօրենի համար է եղել ժողովրդը։ Կանք աղոտքի ժողովրդյան, այն որ այսօր խոսվավ Տերը օրհնի, աղոտենք, որ Տերը հաստատի։ Ամենամեծ բժշկությունը, որ պիտի հոգ անես, մտածած սրա մասին։ Ժողովրդյան, ամենամեծ բժշկությունը սա է, երբ որ դու հոգևորապես բժշկվում ես։ Եվ արտուն կյանք ես ունում, ասում արտուն գեցի ուս կա։ Հենց քնում ես, անօրենը բերում է, որոնա ցանում, գիտեք չէ։ Երբ որ մարդկանց կյանքի մեջ որոմը ցանվում է, այդ որոմը սկսում է կամացից աճել ու մարդ ավետան ցերանում է։ Ինչու՞ համար, որտեվ տվյալ մարդը քնել էր, ուշադիր չէր։ Ասում է արտուն կես հսկա։ Երբ որ մարդը արտուն չի կնում, չի սկում ժողովրդան, այո, անօրենը կարողանում է որոն ցանի մարդու կյանքի մեջ։ Եվ նա սկսում է մարդու կանց կյանքի մեջ ծլել ժողովրդան։ Հավատքի մարդած, գիտեք ժողովրդան։ Ծլում է, մեծանում է, մեկ դեմս մարդը գնաց աշխարհ, կամ աշխարհն է սիրում, կամ փոխվավ, ինչ եղավ, քույրիկ ջան, եղբայր ջան, ինչ եղավ, որտեղ որոմա ցան է արդեն անօրենը ժողովրդան։ Կանք աղոտքի ժողովրդան, Տերը օրհնի ողորմի բոլորս է ժողովրդան, Տերը օրհնի իրապես մեզ բոլորիս տահպայի մեր ընտանիքներս վերջին օրերին։ Աղոտենք վերջացնենք ժողովրդան։ Փառավոր Աստված ջան, մենք աղաչում ենք քեզ, Հայր, մենք խնդրում ենք քեզ, պաղատում ենք, Տեր։ Խնդրում ենք քո բոլոր ժողովրդի համար, Տեր։ Այսօր մենք տեսնում ենք, այո, շատ ընկած հոգիներ կան, շատ վիավորված, շատ վնասված հոգիներ կան, Տեր։ Այո, Տեր ջան, մենք քո գործը տեսնում ենք, որ դու բարի սամարացու պես գալու ես այդ ընկածին, տեսնում ես, Տեր Աստված, դու չանցար գնացիր հեռու այդ ընկածից, Տեր։ Ես հավատում հիմա ունենք շատ քույր եղբայրներ, որոնք կարող լսեն այս խոսքերը, այն որ եղբայրները խոսում են, քարոզում են քո ավետարանը ժողովրդյան։ Հիսուս ջան, որ դու կարող տեսնես այդ բոլոր մարդկանց եւ դու ուզում ես այդ ընկածին վերհանես, Տեր։
Այո, շատ անգամ մարդիկ ընկած ցավի մեջ գոռում են, ճվում են, մարդիկ օգնության կարիք ունեն Հիսուս ջան։ Այո, շատ անգամ մարդիկ գնում են օգնության, բայց շատ անգամ վնասում են մարդկանց Հիսուս ջան։ Մենք խնդրում ենք ներես մեզ ամեն մեկից, Տեր Աստված, ների աղաչում եմ քեզ հայր։ Ների այդպես բաներ ենք արել մեր կյանքի մեջ, Տեր ջան, աղաչում ենք ների Հիսուս ջան։ Ների Տեր Հիսուս ջան, աղաչում ենք քեզ հայր։ Ներես քո բոլոր ժողովուրդը, Տեր Աստված, ժողովուրդը ների վերջին ժամանակները, որ մենք տեսնում ենք, Տեր, որ ասում ես արտուն կեցեք ու սկեցեք, Տեր Աստված, ինչը պիտի մարդը հսկի, Տեր Հիսուս ջան, աղաչում ենք, Տեր, արթնացրա քո ժողովուրդը, Տեր, որ արտուն կենան ու սկեն իրանց կյանքի մեջ, որ այդ անօրենը որոմ չցանի իրանց կյանքի մեջ, Տեր։ Աղաչում եմ, Տեր, ուշադիր լինեն ամեն մեկս մեր կյանքի մեջ, Տեր Աստված։ Շնորհակալ ենք այս սուրբ ընտանիքիդ համար քեզանից, Տեր ջան, մենք ամեն մեկը շնորհակալ ենք, Տեր, եւ մենք տեսնում ենք այս ամեն հեղինակը դու ես, Հիսուս ջան, քո սուրբ հոգով, Տեր, որտեղ դու ես տեսնում քո ժողովրդի ցավը, տառապանքը, դժվարությունները, վերքերը, ցավերը, Տեր Աստված, իրաց մեջի ճիճը դու ես տեսնում, Հայր իմ Աստված, եւ դրա համար քո ծառաներն ուղարկում ես, որպեսզի խոսեն այն բաների մասին, որ քո ժողովուրդը կարիք ունի, այդ վերքերը փաթաթելու, վերքերը բուժելու համար Հիսուս ջան, աղաչում եմ քեզ հայր, շնորհակալ եմ քեզանից Հիսուս ջան, օրհնես հետագա ժամերը Տեր, այն որ այսօր քո ժողովուրդը լսում է քո խոսքը Տեր Աստված, խնդրում ենք Տեր, բժշկություն կատարի քո ժողովրդին Տեր, աղաչում ենք որ ընկածին տեսնեն, վեր հանեն Տեր Աստված, օգնեն Հիսուս ջան, վերքերը փաթաթի Հիսուս ջան, աղաչում ենք քեզ հայր, ողորմություն ենք խնդրում քո ժողովրդի համար Տեր, պատրաստես եկեղեցին հապշտակության, Տեր Աստված, ես հավատում եմ շատ քույր եղբայրներ նույնպես ուզում են, որ իրանք էլ հապշտակվեն եւ հանգարց չմնանք այս երկրի վրա, Տեր, ոչ էլ մեր ընտանիքները, ոչ մեր երեխեք, ոչ մեր բալիկները, Տեր Աստված, մենք աղաչում ենք քեզ հայր։ Այո, մենք խնդրում ենք քեզ, Տեր Աստված, ողորմես մեր բոլորիս ընտանիքները, Տեր։ Բոլորիս ընտանիքները օրհնես, ովքեր չեն ապաշխարում, Տեր Աստված, մենք աղաչում ենք իրանց ապաշխարության համար, Տեր։ Մենք աղաչում ենք այն ամեն հոգիների համար, ովքեր որ ընկել են հավատքից ու չեն կարող վերականգնվել, Տեր Աստված, մենք իրանց համար ենք աղագում, Հայր։ Խնդրում աղաչում ենք քեզ, Տայր։ Խնդրում ենք Հիսուս ջան, որ դու այդ հոգիներին վեր հանես, բուժես իրանց վերքերը, ցավերը, որ մարդիկ նույնպես վերադառնան Տեր Աստված քո տունը Հիսուս ջան եւ բուժվեն Տեր Աստված։ Աղաչում ենք քեզ Հիսուս ջան, այսօր մենք գիտենք շատ սուրբ հոգով ջրով մկրտվածներ, որոնք աշխարհի մեջ են Տեր։ Տեր Աստված, մենք աղաչում ենք այդ տիպի մեր քույր եղբայրների համար Տեր, որոնք այսօր այդ անօրենը գողացել են, որոնց այսօր վնասել անօրենը Տեր Հիսուս ջան։ Աղաչում ենք քեզ Հայր, եւ մենք տեսնում ենք այս ցավը քո մեջն է Հիսուս ջան, որ դու տեսնում ես այս ցավը Տեր Հիսուս, որ դու տեսնում ես ամեն քո զավակներ, որ ընկել են, տգարացել են, թուլացել են եւ ունեն վնասված Տեր Հիսուս ջան։ Աղաչում ենք Տեր Հիսուս ջան, օրհնիր հետագա ժամերը, հետագան տաս օրհնիր Տեր ջան։ Թող այս խոսքերը, որ եղբայրները խոսում են Տեր ջան, քո հոգով Տեր Հիսուս ջան, թող շատ մարդկանց վրա զորությամբ իջնի Տեր։ Թող շատ լսողների համար զորություն իջնի Տեր Հիսուս ջան, մարդկանց ներսը փոխելու, մարդկանց սրբացնելու, մարդկանց ողորմելու համար Հիսուս ջան, աղաչում ենք Տեր Աստված, խնդրում ենք, որ քո սուրբ հոգիներ իրակ ողորմություն անես բոլոր հոգիների համար Տեր, ովքեր որ կլսեն ամեն խոսքերը Տեր Հիսուս ջան։ Մենք շնորհակալ ենք քեզանից Հիսուս ջան, մենք շնորհակալ ենք Հայր, շնորհակալ ենք քո տված արժանինքների համար Տեր։ Մենք ոչ մեկս արժանինքներ չունենք Տեր Աստված եւ չունենք ու չենք էլ ունենա Տեր։ Մեր արժանինքները դու ես Տեր։ Մենք ամեն բան որ մոտիկանում ենք քեզ Տեր Հիսուս, մենք մոտիկանում ենք քո տված արժանինքներով, քո արժանինքներով ենք մոտիկանում քեզ Հիսուս ջան։ Հայր Աստված, մենք քո որդու արժանինքներով ենք մոտիկանում քեզ Հայրի։ Շնորհակալ ենք քո որդու համար Հայր իմ Աստված, շնորհակալ ենք Հայր, որ քո միակ որդուն չխնայեցիր մարդկության համար, թեկուզ ցավացրեցին, Տեր Աստված, տանջեցին, անարգեցին, բայց քո սերը մարդկանցից չպակսավ Տեր։ Եվ շնորհակալ ենք Հիսուս ջան քո վերջի աղոթքը, որ դու արեցիր Հայր, ներա իրանց, քանզի չեն հասկանում Տեր։ Շնորհակալ ենք
այդ աղոթի համար Տեր Աստված, որ Հիսուս այդ վերջի աղոթքը որ արեցիր մարդկության համար, Հայր, որ Հայր ջան ներա իրանց։ Մենք շնորհակալ ենք քո տված ներման համար, Տեր, որ դու մեզ շատերից ներել ես, բերել ես քո լույսը, Տեր, եւ մեզ ազատել ես խավարից, Հիսուս ջան։ Մենք որ կանենք քեզ փառավորենք քիչ, Հիսուս ջան, ոտքի դեր համբյուրենք քիչ, Հիսուս ջան։ Որ կանենք քեզ պաշտենք քիչ, Հիսուս ջան, դու արժանի ես փառքեր, Հիսուս ջան։ Մենք ովքեր ենք, որ դու մեզ քաշիր բերիր քո լույսը, Տեր։ Ինչ բարի բան ենք արել, որ դու մեզ բերեցիր, Տեր Աստված, որ այսօր մի բան հասկանանք, բոլորս մեղքի մեջ ծախված մարդիկ ենք մեղքի մեջ ապրով, Հիսուս։ Բայց քո սերը ողորմությունը մեզ հանեց այդ խավարից, Հիսուս ջան։ Քաշեց, հանեց խավարի իշխանությունից, Տեր Աստված։ Մենք այսօր բոլորը շնորհակալ ենք քեզ արից հայտնում, Հիսուս ջան, շնորհակալություն ենք հայտնում քեզ, Հիսուս ջան, քո սուրբ ոգով, որ այս ամեն գործը անում ես քո ժողովրդի մեջ, Տեր Հիսուս ջան։ Թող քո սուրբ այրունդ մաքրի քո ժողովուրդը, բժշկի քո ժողովուրդը, սրբացնի քո ժողովուրդը այս սուրբ ոգի ջան, աղաչում ենք քեզ, Հիսուս ջան։ Մենք շնորհակալ ենք, Հայր, օրհնես հետագան տասկը, Տեր, հետագա ժամերը, Տեր Հիսուս ջան, այսօր մենք գիտենք շատ տեղեր տարբեր ժամանակներ ա, Տեր, մենք շնորհակալ ենք, Տեր Հիսուս ջան։ Մենք գիտենք, որ օրերը չար են, Հիսուս ջան, կան չար օրեր։ Եթե այսօր մենք զապաս յուղ չունեցանք, մենք կմնանք ճանապարհի կեսին, Տեր, մենք կանք, բայց դուռը փակված կլինի, Հիսուս ջան։ Աղաչում ենք, Տեր, մենք ոչ մեկս չենք ուզում, որ մնանք դուրսը, Տեր։ Մենք չենք ուզում, որ մենք հանգարց զապաս յուղ չունենանք եւ հանգարց կանք եւ դուռը կփակես դու եւ մենք չենք կարող մտնի, Հիսուս ջան։ Այսօր ժամանակն է զապաս յուղ հավաքելու, որ քո ժողովուրդը, Տեր Աստված, այսօր մենք տեսնում ենք շատ միջոցները տվել, որ մարդիկ լսեն քո խոսքը, Տեր Հիսուս ջան, եւ լսեն եւ ընդունեն, Տեր ջան։ Շնորհակալ ենք, Տեր ջան, շնորհակալ ենք այս ամեն քո տված խոսքերի համար, աղոթների, պաշտամունքի համար, Տեր Աստված, շնորհակալ ենք, Հայր։ Մենք քեզ փառավորում ենք ու մեծարում ենք, Տեր, անունդ փառավորվի, Տեր ջան, մեծարվես, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, Ալելույա, ամեն։ Ով Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի, ինչպես երկնքում, նույնպես երկրի վրա։ Մեր ամենօրյա հացը այսօր է մեզի տուր, եւ մեզ ներիր մեր պարտքերը, ինչպես մենք կներենք մեր պարտապաններին, ու մեզ փորձությանը մի տանիր, ապա չարից ազատիր մեզ, քանի որ քոնն է թագավորությունը, զորությունն ու փառքը հավիտյանս հավիտենից, ալելույա, ամեն։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգավությունը այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից ամեն մեկի հետ լինի, ամեն, ամեն։